Հարգելի Facebook-յան ընկերներ, ներողություն եմ խնդրում տեխնիկական խնդրի պատճառով կապը ընդհատվեց, չեմ հասկանում ինչի հետ է կապված։ Ամեն դեպքում կապը ընդհատվեց, ներողություն եմ խնդրում, մի երկրորդ սպասենք, տեսնենք կապը ինչպիսին է։ Երևի ճիշտ կանա YouTube-ը մտնել, բայց քանի որ Facebook-ում եմ սկսել, այսօր կփորձ Աստված միջև Facebook-ում եթերն ավարտեմ, ուզում եմ սկսել, բայց մտահոգ եմ, վաղ նորից ընդհատվի, խոսքս կիսատ մնա, 2 րոպե սպասենք այնքան, որ մարդիկ հավաքվեն, որտեղ այն մի երին էին հավաքվում, այն մի այսպես երարցակմանն էին մարդիկ անում, եւ հանկարծ այսպես ասենք կապի պատճառով այսպես ասենք երարցակումն ընդհատվեց, ներողություն եմ խնդրում, ինչ-որ մի բանից ասում եմ, որ կապի այդ խնդիրներ կան։ Երբ սպասենք, տեսնենք, եթե կապի այդ խնդիրներ կա, ես YouTube-ով կմիանամ եւ հաղում եմ YouTube-յան ալիքի, կտեղադրեմ այստեղ։ Բայց աչքիս էլի կապը վատ է։ Հայկ Աստրյան, շնորհակալ եմ, որ գրեցիք։ Խնդրում եմ նշեք կապի այդ խնդիրներ կա, նորմալ պատկերը, այսպես ասենք, շարժոտի մոտ պատկերը լողում է, այսպես ասենք, դրա համար ուզում եմ սկսեմ, բայց մի տեսակ ինչ-որ բանից ասում եմ, որ կապի այդ խնդիր կա։ Հայկ Աստրյան, որ մի գրեք, եթե հանկարծ չստացվի, ես YouTube-ով կմիանամ, ով կմիանա YouTube-ում կտեսնի, ով չի, ամեն դեպքում կտեղադրեմ հաղումը։ 2 րոպե սպասենք, շատ շահիդությունը, ընդհանրապես կխնդրեմ նշեք կա նորմալ երևում է թե չէ, կապի այդ խնդիր կա թե չէ, որովհետև ամեն դեպքում ես ոնց է խնդիր կա, նոր կապը ընդհատվեց։ Դրա համար տեսակ չգիտեմ, սկսեմ, խոսքս կիսատ մնա, եթե գրեք, շնորհակալ եմ Գագիկ Մկրտչյան, որ գրեցիք, եթե կապի այդ խնդիրներ կան, խնդրում եմ նշեք, եթե այնա լավ, ձեննա լավ, Նվեր Խաչատրյան, այսինքն կապի այդ խնդիր կա ամեն դեպքում, ինչքանը որ ես հասկացա, դե պատկերի այդ խնդիր կա, թե չէ։ Եթե պատկերի այդ խնդիր կա, վաղուց չնայած Facebook-ում եթե չի մտել, միշտ YouTube-ով եմ մտնում, դրա համար որ գրեք ողջունում եմ ձեզ Աննա Օգանեզովա, վաղուց ձեզ չէի տեսել, իմ ջերմ ողջույնները իմ Facebook-յան լավ ընկեր Աննա Օգանեզովային, վաղուց ձեզ չէի տեսել Աննա Օգանեզովա ջան, ուրախ եմ որ միացաք, այնքան որ մեկդ գրեք ժողովուրդ, ես նորմալ կապը կամ վերականգնվեց թե չէ, որտեվ նոր վատ էր կապը, ընդհատվեց։ Դրա համար եթե ես իմանամ կապը նորմալ է, ես միանգամից կսկսեմ կանցնեմ ասելիքիս, նորմալ է, շնորհակալ եմ Գագիկ Մկրտչյան։ Եթե ինչ-որ մեկի մոտ խնդիր կա, խնդրում եմ նշեք, անցնում եմ բուն թեմային, այսօրվա բուն թեման Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերվող Հնդկաստանի Հանրապետությունից բազմաֆունկցիոնալ կործանիչ ռմբակոծիչներն են, ինչ են նրանք իրենցից ներկայացնում, որքանով են պիտանի հայաստանյան զինված ուժերին, կհամեմատեմ նրանք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ռազմաօդային ուժերի կողմից ձեռք բերված պակիստանյան բազմաֆունկցիոնալ կործանիչ ռմբակոծիչների հետ, շատ հետաքրքիր տեղեկատվություն կհաղորդեմ, միայն թե գրեք կապը նորմալ է թե չէ, միակ իմ խնդիրը կապն է, այս բանը մենակ շնորհակալ եմ Կարինե Ավետյան, շնորհակալ եմ որ նշեցիք, նորմալ է, լավ է, շնորհակալ եմ շատ, բարի ուշ գիշեր Գայանե Մինասյան, շնորհակալ եմ բոլորիդ որ միացել եք հարգելի ընկերներ, շնորհակալ եմ Կարինե Ավետյան, Հարությունյան, շնորհակալ եմ որ նշեցիք, ես սկսեմ, հույսով եմ որ այսպես ասենք աստվածա չի ընդհատվի, որտեղ նոր ընդհատվեց, ես անցնեմ բուն թեմային, բարի ուշ գիշեր Գայանե Մինասյան, շնորհակալ եմ բոլորիդ որ միացել եք, անցնեմ հիմնական ասելիքիս, ուրեմն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դա ես չեմ տարածել ընդհանրապես տեղեկատվություն ընդհանրապես ինձ չի դուրս եկել, բոլորը խոսում են այն մասին, որ Հնդկաստանի Հանրապետությունը ձեռք են բերում բազմաֆունկցիոնալ 4+ սերնդի կործանիչ ռմբակոծիչներ։ Ինչ եմ ասում կործանիչ ռմբակոծիչներ, որտեղ միանգամից տվյալ կործանիչները կատարում են կործանիչի դեր ֆունկցիաներ, հակառակորդի հետ ունակ են օդային մարդ վարել, հակառակորդի կործանիչային
կոծանչա ռմբակոծային ավիացիայի հետ ունակ են օդային մարդ վարել, այլ նույնիսկ օրինակ են որը տարբեր տիպի օդային հարձակման միջոցներ որսալ, ինչպիսին են օրինակ միջձայնային մարտավարական օպերացիա, մարտավարական կամ օպերատիվ ռազմական թեավոր հրթիռները։ Դրա համար կործանիչ է։ Նաև ռմբակոծիչը, որտեղ շատ լավ աշխատում է վերգետնյա, վերջերյա թիրախների նկատմամբ, խոցում է վերջերյա թիրախները, հակառակորդի նավատորմը, ռազմանավերը, ունակ է խոցել վերգետնյա եւ ստորգետնյա թիրախները, վերգետնյա շարժական եւ անշարժ թիրախները, օրվա տարբեր ժամին, գիշերը թե ցերեկը, դրա համար ռմբակոծիչ է։ Դրա համար ճիշտ է ասել, կործանիչ ռմբակոծիչներ, համօթային մարտավարում, օդային գերակայությունն է ապահովում, воздушная превосходство над противником, ամել վերգետնյա ստորգետնյա վերջերյա թիրախները խոցում։ Հիմա ինչի մասին է խոսքը գնում։ Իդեպ ընկերներ, եթե եթերը նորմալ է, եթե կապը նորմալ է, կխնդրեմ կիսվել, եթե եթերը տարածեք, շնորհակալ կլինեմ, Աստված եթերը չի ընդհատվի, կիսվեք եթերը, շնորհակալ կլինեմ։ Ուրեմն խոսք գնում է Հնդկաստանի Հանրապետության կողմից սկզբից Ռուսաստանի Դաշնությունից էին ձեռք բերում, հետո սկսեցին լիցենզիայով արտադրել Հնդկաստանի Հանրապետությունում Սուխոյ Su-30 MK-ի Flanker H բազմաֆունկցիոն 4+ սերնդի կործանիչ ռմբակոծիչների մասին։ Հիմա Հայաստանի զինված ուժերը 2019 թվականին ձեռք էր բերել Սուխոյ Su-30 SM Flanker C 4+ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ ռմբակոծիչները։ Սրանք տարբեր մոդիֆիկացիաներ, չնայած հիմքը նույնն է, կրկնում եմ, հիմքը նույնն է։ Հայաստանի Հանրապետություն ձեռք էր բերել այն մոդիֆիկացիան, որը ստեղծել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, Ռուսաստանի Դաշնությունը իր զինված ուժերի կարիքների համար։ Բազմից խոսել եմ, հեսա խոսեմ։ Ինչով են այդ մոդիֆիկացիան իրանցից տարբերում։ Հայկական մոդիֆիկացիան կոչվում է Սուխոյ Su-30 SM Сильный модернизированный SM Flanker C, Պոկացիկասնատո Flanker C 4+ սերնդի կործանիչ ռմբակոծիչները։ Հնդկաստանի Հանրապետությունը ձեռք էր բերել Ռուսաստանի Դաշնությունից եւ հետո լիցենզիայով արտադրումը Սուխոյ Su-30 MK-ի կոչվում է Модернизированный коммерческий индийский MK-ի հապավումը, որը բացվում է, то есть это аббревиатура, которая расшифровывается так: Модернизированный коммерческий индийский Flanker H, նու կրկին 4+ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ ռմբակոծիչները։ Հիմա ինչ է նրանցից ներկայացնում։ Արդարության դեմ չվերանչելու համար ասեմ, որ ինքը այսօր աշխարհի լավագույն 4-րդ սերնդի, 4+ սերնդի ներկայացուցիչներից մեկն է, լավագույն կործանիչ ռմբակոծիչներից մեկն է։ Հատկապես այն մոդիֆիկացիան, որը արտադրում է Իսպայն Հնդկաստանի Հանրապետություն։ Օրինակ, հնդկական մոդիֆիկացիան, կոնկրետ ռուսական Սուխոյ Su-30 SM Flanker C մոդիֆիկացիայից ավելի ես ինձ թույլ կտամ ասեմ որոշ պարամետրերով գերազանցում է, որովհետև ռուսական մոդիֆիկացիան Ռուսաստանի Դաշնությունը հիմնականում ստեղծել էր ամենակարևոր նպատակի համար։ Ռուսաստանի Դաշնությունը ունի շատ ուժեղ հնային դեպս մինչև Ուկրաինայի հետ պատերազմը ռմբակոծչային ավիացիա։ Նրանց հիմնական բանը, որ ստեղծվել էր այս մոդիֆիկացիան Սուխոյ Su-30 SM Flanker C, որից ունի Հայաստանի զինված ուժերը, օդային մարդ վարելն էր։ Ինչի համար։ Ռուսաստանի Դաշնությունը շատ մեծ երկիր է տարածքով։ Ռուսաստանի Դաշնությունում կան непроходимые места, կան դժվար անանցանելի անտառներ, տայգայի անտառները, Սիբիրը եւ այլն։ Ռուսաստանի Դաշնությունում համար դժվար է հակաօդային պաշտպանություն ապահովել այդ ողջ երկայնքով։ Հակաօդային պաշտպանություն ապահովելու համար պետք է տեղակայես այնտեղ զենիթ-արտիլերային համակարգեր, զենիթ-արտիլերային համալիրներ, հակաօդային պաշտպանության զորքեր, նրանց պետք է այնտեղ սնուցես եւ այլն, այսինքն դա շատ բարդ խնդիր է, իսկ տայգայի անտառների բանի պարագայում դա շատ դժվար գործ է։ Բացի դրանից Ռուսաստանի Դաշնությունը մեծ է, բարի երեկո Անի Պապիկյան, բացի նայած Ռուսաստանի Դաշնությունը մեծ է տարածքով չի էլ հերիքի հակաօդային հակարտերային պաշտպանության ստորաբաժանումներ տեղակայել, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ տեղակայել զենիթ-արտիլերային թնդանոթային համակարգեր, զենիթ-արտիլերային համակարգեր, զենիթ-արտիլերային համալիրներ։ Դրա համար ստեղծել է Ռուսաստանի Դաշնությունից մոդիֆիկացիան, որպեսզի այն տեղերը, որտեղ հակաօդային պաշտպանությունը, այսպես ասենք, որոշ չափով կաղում է կամ բաց տարածքան պրաբելներ կամ այսպես բաց թողումներ, այսինքն հակաօդային պաշտպանության զորքերի կողմից չի փակվում երկինքը այդ
հատվածներում այս կործանչային ավիացիայով Գերմանիային կործանչային ավիացիայով, կործանչային ռմբակոծային ավիացիայով թույլ է տալիս այդտեղ իրականացնել боевое патрулирование, то есть воздушное боевое патрулирование։ Մի քանի կործանիչ ունակ են տևական ժամանակ баражировать над этой местностью, խոսքը գնում է մի քանի 100 կիլոմետր երկայնքով սահմանի մասին։ Որ եթե օդային խախտում լինի, միանգամից արձագանք են։ Վերգետնյա, վերջերյա եւ ստորգետնյա թիրախները խոցելը տվյալ կործանչի համար համարվում է երկրորդային ֆունկցիա։ Որտեղ Ռուսաստան Դաշնության զինվորները ունի մասնագիտացված ճակատային ռմբակոծիչներ, ինչպիսին են Sukhoi Su-24, Mizeli-44, показать это Fencer։ Սովետական արտադրության, բայց այսօր շատ արտիական ճակատային ռմբակոծիչ։ Ռուսաստան Դաշնությունը արտադրում է ստեղծել է շատ ժամանակակից Sukhoi Su-34, Izeli T-10V, показать это Fullback, քիգեր ժամանակակից կործանիչ ռմբակոծիչները, որոնք լիակատար ճակատային ռմբակոծիչ է, որը հատուկ մասնագիտացված է վերգետնյա, վերջերյա, ստորգետնյա թիրախները խոցելու մեջ։ Դրա համար Ռուսաստանի Դաշնությունը Su-30SM-ների մեջ այս օդային մարդ վարելը երկրորդական ֆունկցիա է համարվում։ Ընկերներ, ես կխնդրեմ գրեք կապը ինչպիսին է, որտեղ ես մի տեսակ մտահոգ եմ, որ ինձ թվում է կապը վատնա, դրա համար ես ասեմ, որ ասում եմ անիմաստ խոսում եմ, դրա համար մի տեսակ լարվում եմ, որտեղ եթե կապը վատնա, ես Facebook-ում, YouTube-ով միանամ, YouTube-ում խնդիր չկա, հեղումը միանգամից կտեղադրեմ։ Խնդրում եմ գրեք Եթե ինչ-որ մեկն, եթե կապը իրոք պատկերը վատնա, ես որ ասում եմ իզուր ժամանակ չսախսեմ, ցեզ էլ բան չանեմ, միանգամից YouTube-ով միանամ։ Կխնդրեմ արձագանքեք, եթե խնդիր կա կապի հետ, ես ինչ-որ մտավախություններ ունեմ, որ կապը վատնա։ Մի տեսակ ու այսքան աշխատանքը հենց այսքան խոսել է հենց ջուրի չընկնի, էլի։ Եթե անկարծ խնդիրներ կա, արձագանքեք։ Հիմա, ինչու է կանում խնդիրը։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունն էր ձեռք բերում այս մոդիֆիկացիան, ես նշում էի, որ այստեղ շատ կարևոր բաց թողում կա։ Բաց թողում կա, որտեղ վերգետնյա թիրախները խոցելու մեջ մեծ պրոբլեմներ կա։ Մեծ պրոբլեմներ կա, որտեղ ընկերներ, իրոք խնդրեմ հələ ես մյուս հեռախոսով ես նայում ոնց է երևում պատկերը։ Որտեղ ես ունեմ մտավախություն, որ շնորհակալ եմ Գոռ Համբարձումյան, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ Գոռ Համբարձումյան, դե եթե տենց է, շատ շնորհակալ եմ Գոռ Համբարձումյան, որ արձագանքեցիք։ Ուրեմն ամեն ինչ լավ է։ Ամեն դեպքում գոնե երևում լսում է, էլի լավ է։ Հիմա ինչու է կանում խնդիրը։ Երբ որ Հնդկաստանի Հանրապետությունն էր ձեռք բերում Su-30MK-ի մոդեռնիզիրованный коммерческий индийский фланкерыч։ Հնդկաստանի Հանրապետությունը ի սկզբանե ձեռք էր բերում, շնորհակալ եմ Հայկիր, շնորհակալ եմ շատ, Հնդկաստանի Հանրապետությունը ձեռք էր բերում օպցիայով, որ հնարավոր լինի համալրել подвесным контейнером оптико-электронного прицеливания и целеуказания, որը թույլ է տալի լազերային կառավարվող ավիառումբերի եւ երկինք մարտավարական հրթիռներ լազերային կառավարման համակարգ ունեցող կիրառել։ Ռուսականինը Su-30SM-ը չունի առաջինը, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը այս կոնտեյները չի արտադրում։ Ռուսաստանի Դաշնությունը լազերային ավիառումբեր ավիահրթիռներ կիրառում է սֆրատовых бомбардировщиков ինչպիսին են Sukhoi Su-24, Mizeli-44, показать Fencer, Sukhoi Su-34, Izeli T-10V, показать НАТО Fullback. Սրանք ունեն, у них встроена система лазерного целеуказания. Այս կործանիչի մեջ դա չկար։ Հնդիկները շատ հետաքրքիր բան արեցին, որը արեցին մալազիացիները։ Մալազիան ձեռք է բերել Su-30MKM, модернизированный коммерческий малазийский։ Հնդիկներինը Su-30MK-ի մոդեռնիզիրованный коммерческий индийский։ Սրանք երկուսն էլ թույլ են տալիս արևմտյան արտադրության կոնտեյներով համալրել։ Ինչ է դա նշանակում կոնկրետ։ Շատ շնորհակալ եմ Գոռ Համբարձումյան, իմ ջերմ ողջույնները ձեզ, շնորհակալ եմ շատ, ձեզ ձեռք սեղմեմ Գոռ Համբարձումյան, շնորհակալ եմ շատ։ Հիմա ինչ է դա նշանակում։ Հնդկաստանի Հանրապետությունը իսրայելо-ամերիկյան կոնտեյներներ ձեռք բերեց, подвесной контейнер в виде подвесной гондолы, подвесной контейнер оптико-электронного целеуказания, կոչվում է Lightning 3։
Այս կոնտեյները կախվում է կործանիչի տակ, կործանիչը ունի հնարավորություններ, որպեսզի կոնտեյները կախվի կործանիչի տակ եւ թույլ է տալիս կործանիչը ունի դնյուն оптический канал կруглосуточный Չէ, չեմ կարծում փորձում եմ խափանել, չեմ կարա ասեմ, չգիտեմ, իր անկեղծ ասած չգիտեմ, ուղղակի կապը միշտ Facebook-ում շատ վատն է իմ մոտ, YouTube-ում լավն է, բայց թե վատ Այս контейнера, у них дневной оптический канал, круглосуточный тепловизионный канал, с автоматом сопровождения цели, лазером, дальномером, целеуказателем. Ինչա նշանակում, գիշերը թե ցերեկը ունակա թիրախը հայտնաբերի միջև 8-9 կիլոմետր բարձրությունից կախված է մետեորոլոգիական տվյալներից, ամպամածից եւ այլն։ Թիրախը հայտնաբերելուց հետո նույնականացնում է եւ լազերային ճառագայթը ակտիվացնելով, то есть лазерային նշանացուցում է իրականացնում, осуществляется лазерная подсветка цели. Лазерным излучением подсвечивается цель. Лазерное излучение отражается от цели, ее захватывает полуактивная лазерная головка самонаведения корректируемых авиационных бомб с полуактивным лазерным системой наведения, либо управляемых ракет воздух поверхности полуактивным лазерным системой наведения. Տվյալ ռազմամթերքը գնում թիրախոցում է։ Հայկական կողմի մոտ սա չկար, օրինակ ադրբեջանական կողմը երբ որ դա ձեռք է բերում, ես Հայաստանյան բոլոր հրատամիջոցները ովքեր են ժամանակ խոսք էին տալի, բարձրացնում է, ասում ես խնդիրը կա։ Ադրբեջանի Հանրապետությունը երբ որ ձեռք է բերում ՊԱԿ JF-17C Thunder Block 3 Pakistan Aeronautical Complex Joint Fighter 17C Thunder Block 3 նա ձեռք է բերում թուրքական արտահանեց է ձեռք բերում որ Պակիստանյան կողմը երբ որ արտադրում էր, իսկ սկզբանից էր արտադրում հնարավոր լինի բարև ձեզ Սարգիս Ավետիսյան, ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ որ միացել եք։ Պակիստանյան բազմաֆունկցիոնալ կորզանիչը թույլ է տալիս թուրքական արտադրության ասելփոտ, ասելցանփոտ կոնտեյներները համալրել, որը թուրքական տարբերակն է, որ ոչինչով չի զիջում արևմտյան մյուս տարբերակներին, կոնտեյներների, որը կոչվում է ասելփոտ, կամ подвесной контейнер оптико-электронного целеуказания, прицеливания, целеуказания, наведения. Որը կախվում է Պակիստանի կործանիչի տակ, որը ինձ ադրբեջանցիան զիվացուց է, որը թույլ է տալիս գիշերը թե ցերեկը լազերային կարող ավիառումբեր կիրառել եւ ավիացիոն հրթիռներ, полуактивный лазерная система наведения եւ թույլ է տալիս լազերային ուղղորդման ավիառումբեր ավիառթիռներով թիրախները գերջեջիկ խոցել, ընդ որում նաեւ շարժական թիրախները, կան որ լազերային ճառագայթ անընդհատ թիրախից անդրադառնում է, նա կլանում է լազերային գլխիկը, պոլակտիվ լազերային գլխիկը, ավիացիոն կառավարող ավիացիոն հրթիռների կամ ավիացիոն ռումբեր եւ թիրախային խոցում իրականում։ Հնդիկները խելոք վարվեցին։ Ձերք մենենց ի սկզբանե այդ մոդիֆիկացիա որ ստեղծվում էր, որը Հայաստանից հիմա ուզում է առնել, сухой сутрит системкայի, модернизированный коммерческий индийский։ Այ как раз таки նա ի սկզբանե ստեղծվել այնպես, որպեսզի համալրվի իսրայելական արտադրության Lightning 3, իսրայելա-ամերիկյան արտադրության Lightning 3 подвесным контейнер оптико-электронного целеуказания. Երբ որ մալազիացիները ձեռք բերեցին, մալազիացիները կոչվում է сухой сутрит МКМ, модернизированный коммерческий մալազիյский։ Մալազիացիները ձեռք բերեցին ֆրանսիական արտադրության, այստեղ մեծ կարևոր պահ գալի։ Ֆրանսիական արտադրության Թալիս Դամոկլիս կոնտեյներները, որով համալրվում են ֆրանսիական արտադրության Dassault Rafale C, Dassault Rafale M, Dassault Rafale N բազմաֆունկցիոնալ կործանիչ ռմբակոծիչները։ Հիմա հնդկական կողմինը իսրայել-ամերիկյան արտադրության էր, մալազիականը ֆրանսիական արտադրության է։ Եվրոպական կողմը ձեռք բերեց Սուխոյ Սուտրիցից SM տարբերակ մոդիֆիկացիան, որը կակրոսաստեն դաշնություն, ինչպես ասած, ստեղծել է առաջին օդային մարդ վարելու համար։ Եվ նա ուներ այս կոնտեյներները չուներ նորություն կոնտեյներով համալրվել մանավանդ ռուսական կողմը չուներ в подвесном варианте контейнер оптико-электронного целеуказания наведения, это շատ բարդ բան է։ Ռուսական T220 կոնտեյները մտածել մնաց միջև այսօր փորձարկման տարբերակով։ Եվ հայկական կողմը շատ խեղճացավ վերգետնյա Հայաստանցի զիվաժ ռազմաօդային ուժերը խեղճացան վերգետնյա թիրախների դեմ աշխատելու հարցում։ Հիմա այս մոդիֆիկացիան, որ Հայաստանցին ուզում է ձեռք բերի, սա արդեն շատ ավելի արդիական է, շատ ավելի լավն է, քան այն մոդիֆիկացիան, որ ուներ Հայաստանցին զիված ուժերը։ Հիմա ինչի՞ մայ տարբերությունը կայանում։ Առաջի հայացքից երբ ունայց մարդ չի տարբերում։ Քաղաքացիական անձը չի տարբերի սրանք իրարից, բայց դա առաջի հայացքից։ Այն նախ առաջին Հայաստանցին ձեռքաբերում ոչ թե այն մոդիֆիկացիան, ամենայն դեպս sense ասեմ, ըստ բաց հարթակում տեղակայված տեղեկատվության ձեռքաբերում ոչ թե այն մոդիֆիկացիան, որը հենց ոչ թե բազային սուտրիցիեմկայի ֆլանկերեջ ֆունկցիոնալ կործանիչ ռմբակոծիչ, այլ դրա արդիականացված տարբերակը, արդիականացված, ընդ որում հայկական կողմի բախտը բել առաջինը կարելի է ֆրանսիական արտադրության կոնտեյներով համալրել 1,
Բացի դրանից, հնդիկները այսօր իրանք են արտադրում կոնտեյներ, ռուսաստանը դաշնություն չի արտադրում, Հնդկաստանությունը արտադրում է սեփական արտադրության կոնտեյներ օպտիկ էլեկտրոնապրեցենիա ցելյուկազանիա, որը եթե հարկ եղավ, եթե հնդկաստան կողմից կործանիչներ ձեռք է զբերում, հաստատ կոնտեյներներն էլ կծախեն Հայաստանի Հանրապետությունից։ Դա շատ կարևոր բան է։ Այս կարևոր դրվագներից մեկը, բացի դրանից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբ որ ձեռք բերեցին, Սուխոյ Սու-30 ֆլանկեր Սին։ Նա համարված էր N011M Bars 29 радиолокацион կայանքները, որ կոչվում է RLS пассивно-фазирный антенный решетка или бортовая радиолокационная станция с пассивно-фазирной антенной решеткой X диапазона, որը այսօր ունի լավ տվյալներ օդային մարդ վարելու համար, բայց ժամանակակից մարտում ոնց ասեմ։ Այո, շատ անպայման հարգելի գործընկերներ, անպայման խոստամ դրան անդրադառնամ։ Շնորհակալ եմ հարցի համար, դրան անդրադառնամ անպայման։ Հիմա տեսեք, ինչու է կանում, ինչ էի ասում։ Հա, ինչու է կանում։ Այս ռադիոլոկացիոն կայանքները, երբ որ համեմատ այս ադրբեջանական արտադրության նորա բազմաֆունկցիոնալ կործանիչների հետ, ադրբեջանական ոչ թե արտադրության, այլ ձեռքբերման, որը Պակիստանից ձեռք բերեց Ադրբեջանի Հանրապետությունն, ուստեղ օդային մարդ վարելու համար, ոնց ասեմ, սա արդեն հայկական կողմը լուրջ խնդիր է լինելու, որովհետև ադրբեջանական կողմը ձեռք է բերել գերժամանակակից մոդիֆիկացիա, որը կոչվում է PAC, Pakistan Aeronautical Complex JF-17C Joint Fighter 17C Thunder Block 3, որը համարված է գերժամանակակից ռադիոլոկացիոն կայանքներով, որը ավելին RLS Successive Phasing Antenna решетка է։ Նա արդեն եթե հայկական կողմին RLS Passive Phasing Antenna решетка, նա արդեն RLS Successive Phasing Antenna решетка է, որը աթուլ է տալիս շատ բավական մեծ քանակությամբ թիրախներ միաժամանակ հայտնաբերել, միաժամանակ սապրավաժդայց ուղղորդել եւ նշանացուցում իրականացնել ուղղորդելով նրանց վրա օդոտ կառավարվող հրթիռները, Successive Radioactive Communication։ Հնդիկական կողմինը, այսա դրա մասին խոսենք, այս մոդիֆիկացիան, որ ձեռք է բերում, սրա ռադիոլոկացիոն կայանքը արդիականացված է, եթե սովորականը, որ ունի Հայաստանի զինված ուժերի եւ հնդկական բազային տարբերակը, Հայաստանի զինված ուժերի Սուխոյ Սու-30 ֆլանկեր C եւ Հնդկաստանի Հանրապետության Սուխոյ Սու-30 կամ մոդեռնիզեր կոմերցիոն դիսկի ֆլանկեր H, սրանք բազային համալրված են N011M Bars 29 ռադիոլոկացիոն կայանքներով X դիապազոնը, RLS passive phasing antenna решетка։ Ինչ է սա нշանակում։ Օդային թիրախը она может обнаружить воздушную цель СПР, эффективный пояс рассеяния, эффективный пояс отражения, то есть радиолокационная заметность. Эффективный пояс рассеяния, эффективный пояс отражения per 5 квадратных метров, այսինքն օրինակ Ադրբեջան զինված ուժերի ճակատային ռմբակ կործանիչները, որոնք կոչվում են Միկայել Գուրևիչ, MiG-29, Izir-913, пока что Fulcrum H, սրանք ունեն 5 у них ЭПР, эффективная площадь рассеяния, эффективная площадь отражения, радиолокационная заметность 5 квадратных метров. Այսինքն ռադիոլոկացիոն դիապազոնում քաղաքացիական անձացը շատ պրիմիտիվ ասեմ։ Սրանք երևում է սրանց տեսանելիությունը 5 քառակուսի մետր է ռադիոլոկացիոնում դիապազոնի։ Օրինակ հայկական Su-30SM 12 քառակուսի մետր, որտեվ հայկական կողմը ավելի մեծ է, Su-30SM-ները ավելի մեծ են, հական MiG-20 կործանիչները։ Հիմա այս նմանատիպ կործանիչները ՍՊР էֆեկտիվ պոյս рассеяния, էֆեկտիվ պոյս отражения 5 квадратных метров։ Սա ունակ հայտնաբերի 140 կիլոմետրից, այսինքն Su-30SM-ները ունակ են նման թիրախներ, ադրբեջանական կործանիչ հայտնաբերին 140 կիլոմետր հեռավորության վրա, միաժամանակ հայտնաբերում է եւ ուղղորդում է 15 օդային թիրախ եւ ունակա միաժամանակ թիրախախոցում իրականացնել, այսինքն արձակել օդոտ կառավարվող հրթիռները, Successive Radioactive Communication, միանգամից 4 թիրախի վրա, այսինքն միանգամից խոցում է 4 թիրախ, 4 օդային մարտավարում 4 թիրախի դեմ, խոցում է 4 օդային թիրախ, 15 հայտնաբերում է, 15 ուղղորդում է, որից 4-ը կրակում եւ ունակա խոցի, այսինքն 4-ի դեմ 4 унака грёй, то есть можно обстреливать сразу 4 воздушные цели. В заднюю, это падает в переднюю полусферу. В заднюю полусферу это говорит, то есть это сейчас мы на встречном курсе в воздушном пространстве 300 квадратных градусов. Бать, в заднюю полусферу в том же воздушном пространстве 300 квадратных градусов. Միայն հեռավորությունը իշխում է 60 կիլոմետրի վրա, որովհետև քանի որ կործանիչի շարժիչներ հետևն է տեղակայված, այդ ջերմության պարագայում, ջերմային ֆոնի պարագայում радиолокационная կայանքները ստեղծում է խնդիր։ Թիրախը նա ունակա в заднюю полусферу обнаружить уже на 60 км. Այսինքն թիրախը հետևից ունակա հայտնաբերել արդեն 60 կիլոմետր վրա։
հեռավորությունը կտրուկ սակարկվում է։ Ժամանակակիցը այսա որ այսան մանրամասն սրանց մասին խոսեմ։ Սա ունակա հնդկականը աշխատել արդեն ավելի մեծ հեռավորություն, որտեղ հնդկական ռադիոլոկացիոն կայանքը փոխված է, որտեղ հնդիկները օրինակ Թուրքիայից զիված ուժերն են դա իրականացնում։ Ես մի հատ նայեմ այս սրանով կապը ոնց նա, դե տեսական Հանգստանում անդադ ինձ թվում է, որ ես չգիտեմ, ինձ թվում է անդադ կապը շատ վատն է, ես անիմաստ գործ եմ անում ստեղ։ Մի վարքյան մենակ տեսնեմ այս մի կայքով կապը ոնցն է։ Հիմա Թուրքիայցն օրինակ իր ունեցած F-16C, F-16D, Block 40, Block 42, Night Falcon, Fighting Falcon կործանիչները արդիականացնում է։ Նրանք էլ են համալրված, չնայած նրանց LS impulse Doppler impulse Dopplerская резолюционная станция, որոնք Թուրքիայցը փոխում է։ Տեղաթուրքական արտադրության տեղակայում է RLS ռադիոլոկացիոն станция активной фазерной антенны շոթկը, որը համարվում է ժամանակակից ավելի։ Ես մի հատ տեսնեմ որակը ոնցն է։ Մոտ չտալի լավ։ Հույսով եմ շատ վատ չի։ Հույսով եմ մոտ չի տալիս լավ։ Այսինքն Թուրքիայցան զինված ուժերը, որ ՆԱՏՕ-ում երկրորդ զինված ուժերն ունի եւ ռազմաօդային ուժերը Թուրքիայցան աշխարհի ամենազոր ռազմաօդային ուժերից մեկն է, Թուրքիայցունն էլ անցնում ռադիոլոկացիոն կայանքների արդիականացմանը, նույնիսկ եւ 16 կործանիչների տեղական թուրքական արտադրության RLS активной фазерной антенны շոթկը, չնայած որ նորից եմ ասում, դա իր բազային տարբերակը, օրինակ Թուրքիայցուն ունի համատեղ լիցենզիա արտադրումը շատ շնորհակալ եմ Հայկիր, շատ շնորհակալ եմ, անկեղծ ասած բան էի անում, շատ sense անհանգիստ չեմ, մի տեսակ եմ որ ասում եմ կաշկանդված եմ, որտեղ անդադ ինձ մտածում էի վատ կապը վատնա, բայց շատ շնորհակալ եմ հարգելի Հայկիր, շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Չնայած Թուրքիայցունը համատեղ տային Turkish Aerospace Industries ընկերությունը Ամերիկայի մեծ անգլի լիցենզիայով արտադրում է գերժամանակակից F-16C, F-16D Block 50 plus Fighting Falcon, որը համարված է գերժամանակակից այն APG-68 V9 ռադիոլոկացիոն կայանքներ, որը ես ուշ գնում եմ ռադիոլոկացիոն կայանքների համար, իրոք իսրայելական գերժամանակակից F-16 Սուֆա բազմաֆունկցիոնալ կորցանիչ ռմբակոծիչները կրկին համալրված են այս ռադիոլոկացիոն կայանքները, որը impulse Dopplerская։ Բայց նույնիսկ այդ ժամանակակիցը Թուրքիայցունը փոխում է համալրելով RLS активной фазерной антенны շոթկը, որը որից կակրած արտադրում Հնդկաստանի Հանրապետությունը Ярко чешеком նույնից է, իմ նույն տիպի, то есть с активной фазерной антенной, որը կոչվում է UTAM։ UTAM ռադիոլոկացիոն կայանքները, որը մի քանի տարբերակ կա UTAM ռադիոլոկացիոն կայանքների, որը UTAM համարվում է հնդկական արտադրություն, UTAM հենց ինքը հնդկական արտադրության ռադիոլոկացիոն կայանք է, RLS активной фазерной антенны շոթկը, որը համալրվելու այն մոդիֆիկացիային, այսինքն այն մոդիֆիկացիան, որ ձեռք է բերում Հայաստանի Հանրապետությունը, արդիականացված Su-30 МКИ-ները, то есть модернизированный Su-30 МКИ, модернизированный коммерческий индийский, Flanker H։ Այս սրանք համալրված են UTAM ռադիոլոկացիոն կայանքներով, որը կրկնում եմ RLS активной фазерной антенны շոթկը, որը կոչվում է նաև Virupaksha, եթե չեմ սխալվում, Virupaksha է կոչվում, բայց իրական անունը UTAM, շատ Virupaksha են ասում, բայց UTAM է, որը թույլ է տալիս բավական մեծ քանակությամբ օդային թիրախներ հայտնաբեր в том же секторе 300 воздушного пространства 300 квадратных градусов համարվում է более помеха защищена, այսինքն հակառակորդի կորտանիչները կամ հատուկ ինքնաթիռներ ռադիոէլեկտրոնային պայքարի, որոնք իրարում են ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, то есть излучают мощные активные радиоэлектронные помехи, то что подавить твою радиолокационную станцию, ինքը համարվում է ավելի помеха защищена։ Ամենակարևորը շատ կարևոր դրվագ UTAM-ները հնդկական ունեն հատուկ ռեժիմ, որը կոչվում է LPI կամ LPIR, Low Probability of Intercept, Low Probability of Intercept Radar։ Դա շատ կարևոր դրվագ է այսօր օդային մարտերի համար, որովհետեւ դուք հասկանաք, այս UTAM ռադիոլոկացիոն կայանքների մեջ այս ֆունկցիան ինչքան է կարևոր, ես ձեզ տարական բան եմ ասում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մարդկության պատմության մեջ ամենահզոր կորցանիչը, որ երբևիցե ստեղծել է, այդ իմ կողմից պաշտելի Lockheed Martin Boeing F-22 Raptor բազմաֆունկցիոնալ F-22 Fighter Tracker, F-22 Raptor բազմաֆունկցիոնալ կորցանիչ ռմբակոծիչներ 5-րդ սերնդի։ Սրանից եկող դեռ հələ մարդկությունը ոչ մի բան չի ստեղծել, հələ դեռ որոշ ժամանակ չի ստեղծի։
Սրանք այս կործանիչները համալրված են այն APG-SIM V1 ռադիոլոկացիոն կայանքներով։ Սակցին ֆազիոնատների շուտկի, որը կրկին ունի այդ համանարությունը LPI կամ LPIR, low probability of intercept, low probability of intercept radar։ Ինչ է սա նշանակում։ Այս ռադիոլոկացիոն կայանքները թույլ են տալիս հիմա տեսեք։ Սովորական ռադիոլոկացիոն կայանքները, ոնց որ ռուսական N01 Bars 29, N01 Bars կամ Bars 29 ռադիոլոկացիոն կայանքներն են։ Սրանցով երբ որ դու փորձես Ադրբեջանի ծնծված ուժերի ռազմաօդային ուժերի դեմ օդային մարդ վարես, դու խնդիրների առաջ ես գալու, ինչի համար։ Նախ Ադրբեջանի ծնծված ուժերի ռազմաօդային ուժերի բավական առաջադեմ են Թուրքիայի ծնծված ուժերի հետ, Թուրքիայի ծնծված ուժերի ռազմաօդային ուժերի դեմ։ Բազմա երկար տարիներ համագործակցում են, համատեղ զորաբարություններ են անցկացնում, ստեղծել են համատեղ կենտրոններ, բան տեղեկատվություն եւ հետախուզական ինֆորմացիան в режиме реального времени կամ в режиме близкого к реальному времени, որպեսզի տարբեր թուրքական արտադրության ռադիոլոկացիոն կայանքներից самолетов дальней валидации ամրոժի նավիզիոնիա թիրախն հնարավոր է միանգամից ուղարկել Ադրբեջանի զինված ուժերին, որպեսզի նրանց տեսանելիությունը, տեղեկատվությունը, то есть уровень информированности ավելի աճի։ Մի խոսքով բավական լուրջ խնդիրներ ունես, երբ որ դու գործ ունես Ադրբեջանի զինված ուժերին, ուզես օդային մարդ վարես։ Սա պետք է հասկանալ։ Ինչի համար։ Տարական բան եմ ասում, երբ որ ադրբեջանական կողմը օդ բարձրացրեց Պակիստանի Իսլամական Հանրապետության կողմից արտադրված PAK JF-17 C-100 բլոկ 3 Պակիստան Aeronautical Complex JF-17 կոչվող Joint Fighter 17 C-100 բլոկ 3 կործանիչները, սրանց մեջ տեղադրված է Radar Warning Receiver, то есть система предупреждения о радиационном облучении։ Երբ որ շտատնի հայկական ձյացն զինված ուժերը այսօր եղած Su-30 SM-ների օդ բարձրացիր միացրած նրանց ռադիոլոկացիոն կայանքներով, կոչվում է N011M Bars կամ Bars 29 X դիապազոնի։ Հենց սա միացրեցին, как только она начинает подсвечивать азербайджанские истребители, бомбардировщики, ադրբեջանական կործանիչների մեջ միանգամից սա ֆիքսվում է։ Նրանց մեջ տեղակայված է Radar Warning Receiver, то есть система предупреждения о радиационном облучении։ Միանգամից ցույց է тալիս на 360 градусов на каком азимуте идет подсветка, որտեղից откуда тебя облучает, այսինքն հակառակորդը որտեղից է քեզ հետևում, ասենց ասեմ։ Բարձրությունը, արագությունը եւ հաշվի առնելով ժամանակակից համակարգը ադրբեջանականների մեջ տեղակայված, ինքը թույլ է տալիս նաեւ նույնականացնեն, ինքը թույլ է տալիս վերլուծել այդ ինչ ռադիոլոկացիոն ճառագայթ է քեզ, что за радиационное излучение тебя облучает, եւ թույլ է տալիս ադրբեջանական օդաչույն, ադրբեջանցի օդաչույն հասկանալ, տալիս է տեղեկատվություն տվյալ ռադիոլոկացիոն կայանքը, որ ինչ հեռավորության վրա կարա քեզ հայտնաբերի, ինչ հեռավորության վրա կարա քո նկատում կիրառի օդոտ միջին հեռավորության կամ մեծ հեռավորության օդոտ կառավարող խրթիռը եւ այլն։ Այսինքն հայկական կողմը խնդիր է ունենալու, որտեղ ադրբեջանական կողմը սկսել ադրբեջանցի օդաչություն սկսել հակագործողություններ իրականացնել։ Բայց երբ որ այս ժամանակակից հնդկական արտադրության կործանիչ օդ բարձրան 8 ռադիո հենց ինքը Վիրուպակշա ռադիոլոկացիոն կայանքներով շատ ճիշտ ասել 8 կամ 8 MK1 կամ 8 Mark 1 կամ ուղղակի հակեր 8 ռադիոլոկացիոն կայանքները։ Սրանց մեջ կա այդ ռեժիմը, ինչ է դա նշանակում։ Երբ որ այս արդիականացված Su-30 MK-ի մադրեզիր կոմերցիոն դիսկի օդ բարձրան ֆլանկերից 8 ռադիոլոկացիոն կայանքները դու միացնես եւ սկսես օդային մարդ վարել, նախ օդային հետախուզում իրականացնել, որպես հայտնաբերես Ադրբեջանի զինված ուժերի ռազմաօդային ուժերի կործանիչները օդային տարածքում։ Ադրբեջանական հավանականությունը շատ մեծ է, որ ադրբեջանական կործանիչները չեն ֆիքսի դա, որովհետեւ այս 8 ռադիոլոկացիոն կայանքները հնդկական աշխատում են այդ ռեժիմով LPI կամ LPIR, low probability of intercept, low probability of intercept radar։ Սա այնպես է ստեղծված, այնպես է ճառագայթում, որ Radar Warning Receiver-ները, то есть система предупреждения о радиационном облучении, որ համալրված են Ադրբեջանի զինված ուժերի կործանիչները, կործանիչ ռմբակոծիչները, ուղղակի չեն ֆիքսում, կամ հավանականությունը քիչ է, որ կֆիքսեն ֆակտ облучения, այսինքն դու կարաս հայտնաբերես նրանց, դու կարաս արցակես կառավարող օդոթերթիռները, միջ նրանք կհասկանան, որ դու օդային տարածքում ես։ Չնայած նրանք իրենց ռադիոլոկացիոն կայանքներն որ միասնենք իսկ հայտնաբեր, մանավանդ որ Su-30 MK-ի ունի մեծ ռադիոլոկացիոն տեսանելիություն, то есть у него ЭПР эффективный пользовательский эффективность отражения 12 квадратных метров, որ հաստատ կա մեկը իրանց միացած ռադիոլոկացիոն կայանքներով կհայտնաբերի։ Բայց ինչ որ է, այս համակարգը որ կա, սա շատ մեծ բան է տալիս առավելություն։ Բայց այդ չամենակարևորը հնդկականի մեջ տեղադրված հնդկական արտադրության թառան
Դրդոն դա ապավում է, որ կոչվում է Defense Research and Development Organization։ Դրդոն դա Հնդկաստանի Հանրապետության ամենահզոր կամպանիաներից մեկն է ռազմաարդյունաբերության, որը արտադրում է բազմապիսի գերժամանակակից սպառազինություն, հակատանկային կարևորթրային համակարգեր, հակատանկային կարևորթերներով, ամենատարբեր տիպի ռազմական ապրանքանիշներն արտադրում, սպառազինության տեսակներ եւ շատ հազար ռազմաարդյունաբերության, այսպես ասենք, կազմակերպություն, կոչվում է DRDO, Defense Research and Development Organization։ DRDO Տարանք MK2 կամ DRDO Տարանք Mark 2 radar warning receiver-ներ, այսինքն որ ասում է կոմպլեքս предупреждения радиолокационного обучения։ Հնդկական այս ժամանակակիցը համալրվում է ոչ թե ռուսական LP150 Pastel համակարգերով, այլ համալրվում է DRDO Տարանք MK2, DRDO Տարանք Mark 2 համակարգերով կամ Չնայած ես вообще-то այստեղ ռուսականը կնախընտրեի L150 Pastel, եթե հիմա կբացատրեմ ինչի ռուսականը ոչ միայն ֆիքսում է, որ չնայած հնդկականն էլ է համալրված, ռուսական ես ամեն դեպքում ավելի եմ համակրում, որովհետև ռուսականը L150 Pastel, որը համալրված օրինակ ենթադրենք, լավ, դες միտքը սենց ձևակերպել, որ խնդիրը չլինի, ենթադրենք համալրված Հայաստանի զինված ուժերի ռազմաօդային ուժերի կորցանիչներ կամ ոչ թե ենթադրենք, այլ մոդիֆիկացիան դրանով էլ համալրվում է, Su-30SM-ներից տեղադրվում է L150 Pastel բոլորի ռուսականի մեջ էլ է տեղադրվում, բելարուսականի մեջ էլ։ Այս համակարգը ոչ միայն թույլ է տալիս ֆիքսել, то есть она не просто является частью, составной частью бортового комплекса обороны, այսինքն թույլ է տալիս ֆիքսել քեզ ճառագայթելու փաստ, այն թույլ է տալիս հսկայական ռադիոտեխնիկական հետախուզություն իրականացնել, то есть это комплекс пассивной радиотехнической разведки։ Երբ որ դու այս համակարգը ունես, եթե հայկական կողմը ճիշտ օգտագործի, սա այնքան մեծ ամեն օր առօրյա ռեժիմով повседневной жизни, սա թույլ է տալիս հայկական կողմին հսկայական հետախուզական համակարգ ունենալ օդային։ Ինչ չա դա նշանակում։ Это по сути այդ համակարգի շնորհիվ սա կարելի է ասել սենց обеспечивается воздушный комплекс пассивной радиотехнической разведки։ Ինչ չա դա նշանակում։ Այս համակարգը վերգետնյա, վերջերյա օդային ամեն տիպի ռադիոլոկացիոն ճառագայթներ հայտնաբերում է, եթե իհարկե համակարգը չի աշխատում LPI կամ LPIR, low probability of intercept կամ low probability of intercept radar համակարգի հետ չի աշխատում, այլ շտատ ռեժիմով աշխատում, թույլ է տալիս հայտնաբերել, թույլ է տալիս հեռավորությունը ճշտել, թույլ է տալիս ազիմուտը ճշտել, բարձրությունը եթե օդային է, թույլ է տալիս անկյունը ճշտել, թույլ է տալիս վերլուծել, որտեղ սրա մեջ հայկականի մեջ, ռուսականի բոլոր այս մոդիֆիկացիաների մեջ Su-30SM-ների մեջ տեղակայված է EVM электронно-вычислительная машина։ Իսկ այս համակարգը կցված է EVM электронно-вычислительная машина L150 Pastel։ Նա թույլ է տալիս վերլուծել այդ ճառագայթի, ռադիոլոկացիոն ճառագայթի հզորությունը եւ այլն, թույլ է տալիս հասկանալ ինչ հեռավորության վրա նա քեզ կարա հայտնաբերի, ինչքան պիտի հեռավորություն պահես եւ այլ, ինչ հայրանից ներկայացնում եւ թույլ է տալիս она позволяет классифицировать, и она позволяет вести банк данных։ Ինչ նշանակում банк данных, բազու данных։ Ոնց է մեր առօրյա կյանքում վերցնում ենք բջջային հեռախոսները եւ բան ենք անում։ Գրում ենք, այս ինչ մարդու հեռախոսամարը ֆիքսում ենք, անունը գրում, այս ինչ մարդն է, անունը գրեցինք, այն մի համար է, այս ինչ մարդն է, անունը գրեցինք, չէ՞։ Դա կոչվում բազա данных։ Նմանատիպ բաներ անում այս համակարգը։ Ամեն ռադիոլոկացիոն ճառագայթ ինքը վերալուծում եւ իր բանի մեջ դու կարաս նա պահես, այսինքն իր թվային հիշողության մեջ, у него EVM электронно-вычислительная машина, կարաս մեջը պահես։ Ու եւ անուն տաս, օրինակի համար ենթադրենք, քեզ ճառագայթում են, ինչ ասեմ, որ 48 Я6 К1 подлет радиолокацион կայանքներ ռուսական արտադրության։ Կստати, որ Ուկրաինան 2 ժամ առաջ 2 հատ ոչնչացրել։ Կոչվում է трехкоординатная радиолокационная станция, որը կոչվում է 48 Я6 К1 подлет։ Ենթադրենք այս ռադիոլոկացիոն կայանքով քեզ մի անգամ ճառագայթեցին։ Այդ ճառագայթը դու մեջը ֆիքսում ես։ Հաջորդ անգամ նախ նա այդ համակարգը վերալուծում, այդ ինչ ռադիոլոկացիոն ճառագայթ է, որտեղից է եկել, հեռավորությունը, ազիմուտ, անկյուն, եւ նա թույլ է տալիս վերլուծել այդ հզորությունը հաշվի առնելով այդ ճառագայթի դիապազոն։ Ենթադրենք S դիապազոն, ենթադրենք X դիապազոն, ենթադրենք L դիապազոնն է։ Ինչ եւ հզորությունը, որտեղ այդ նույն դիապազոնի տարբեր հզորության ռադիոլոկացիոն կայանքներ կարողանալ։ Հաշվի առնելով դիապազոնը, հզորությունը, ռեժիմը աշխատանքի, работает ВПРЧ, все это случайно перестройка рабочей частоты или
բոլորը ֆիքսում է, հաշվի առնում, վերալուծում։ Եվս դրա տալիս է ցուցումներ, խորհուրդներ օթաչյունի ու շտուրման օպերատորը դե երկու հոգի անձնակազմը։ Հաջորդ անգամ, երբ որ տվյալ համակարգը 150 պաստիել, նույն ձևել աշխատում է իդեպ դարդո տարանկ MK2-ները, դրդո տարանկ Mark 2 կամ դրդո տարանկ MK2-ները հնդկական արտադրության։ Հաջորդ անգամ, երբ որ ես համակարգը հայտնաբերում այդ ռադիոլոկացիոն ճառագայթը, ինքը ավտոմատ ֆիքսեց, անունն էլ գրեց։ Դու հենց տեսար 48,6 подлет ռադիոլոկացիոն կայքի ճառագայթ։ Դու ֆիքսում ես այս ճառագայթը, այս դիապազոնը, անունը գրեցիր։ Այս ռադիոլոկացիոն կայք հենց в кабинете можно сделать в кабине штурман оператора։ Հաջորդ անգամ, երբ որ ես կորտանիչ հայտնաբերում է, ինքը ավտոմատ գրում է։ Այս ռադիոլոկացիոն կայքն է։ Եվ համակարգը արդեն գիտի այդ դրա մասին։ Ունիկալ է եւ ամենակարևորը, սա թույլ է տալիս ուղղոր նշանառություն կիրառել հակառադիոլոկացիոն հրթիռներ, հակառադիոլոկացիոն կառավարվող երկիր հրթիռներ, то есть противорадиационная ракета класса воздух поверхность։ Ինչ է սա նշանակում։ Սուերոսնեսները շատ ընտիր բազմապիսի հակառադիոլոկացիոն հրթիռներով է համալրվում, նաև հնդկական արտադրության, այս դրանց մասին քիչ ճուշ կխոսեմ մի քանի րոպեից։ Ռուսական արտադրության շատ լավ ռադիոլոկացիոն, հակառադիոլոկացիոն կառավարող հրթիռներ կան մարտավարական։ X-31P E-17 կրիպտոն հակառադիոլոկացիոն կայանքներ, որը 110 կիլոմետր հեռահարություն ունի, X-30PK, X-30PD, որը 160 կիլոմետր հեռահարություն ունի արդեն։ Հակառադիոլոկացիոն կառավարվող հրթիռներ, пассивная радиолокационная головка, ինչ է սա նշանակում։ Վերցնում ես штатный АК-58 или АК-58-1, АК-58АЭ, то есть авиационно-катапультная установка, կախում ես թևի տակ, հակառադիոլոկացիոն հրթիռը կախում ես թևի տակ։ Ոտ բարձրացր, միացնում ես այս համակարգը 150 պաստիլ կամ հնդկական արտադրության տարանկ MK2 դրդո տարանկ MK2 կամ դրդո տարանկ Mark 2 համակարգը կոմպլեքս պասիվ ռադիոտեխնիկի разведки միացիր հենց հայտնաբերեցիր հակառակորդի աշխատող ռադիոլոկացիոն կայանքների, իսկ զեն տարտերային համակարգերը, զեն տարտերային համալիրներ, զեն տարտերա թնդանոթային համակարգերը աշխատում են ռադիոլոկացիոն կայանքներով, դա сон статус обнаружения ЛРП радиолокатор подсветного наведения։ Հենց սա հայտնաբերում է ինքը տալիս է քեզ ռեկոմենդացիան ինչ ռադիոլոկացիոն կայանք է, ինչ հեռավորության վրա աշխատի եւ այլն։ Դու միացնում ես հակառադիոլոկացիոն կառավարող հրթիռները, ընտրում ես տվյալ զենքը, ակտիվացնում ես տվյալ զենքը եւ այս համակարգը նշանացում է տալիս հակառադիոլոկացիոն կառավարող հրթիռի գլխիկին, ուղղորդման գլխիկին, то есть пассив угортման գլխիկին, то есть пассивная радиолокационная головка самонаведения։ Հենց թիրախը, как только ее пассивная радиолокационная головка самонаведения захватывает цель, осуществляет сброс, спуск с авиационно-катапультной установки АК-58, АК-58-1, АК-58АЭ, авиационно-катапультная установка. Артир отцаквума, потому что это не пусковая установка, это катапультная установка. Там артир там ракета не сходит, а сбрасывается. В общем, արձակվում է եւ ուղղորդվում է հակառակորդի ռադարները, ռադիոլոկացիոն կայանքները խոցում է։ Եվ սա շնորհիվ թույլ է տալիս հակառակորդի ռադիոլոկացիոն կայանքները շարքցանել ոչ շացնել։ Իդեպ, այս նորերը հնդկական կողմը, երբ որ ռադիոլոկացիոն կառավարություններից խոսացինք, հնդկական կողմը շատ դակիր հակառակական ռադիոլոկացիոն կառույցներ արտադրում, որը օրինակ առաջ կար sense երբ որ առաջի անգամ հակառադիոլոկացիոն կառույցները կիրառել են Իսրայելի ռազմաօդային ուժերը արաբա-իսրայելական հերթական պատերազմի ժամանակ истребители бомбардировщиков F4E McDonnell Douglas F4E Phantom 2 կորցանիչներից կիրառել են AGM-45A Air to Ground Missile 45A AGM-45A Shrike հակառադիոլոկացիոն կառավարող հրթիռները սովետական ինստրուկտորները սովետական ռազմական հրանգիչները, то есть военные советники կամ խորհրդականները, որոնք գտնվում էին օրինակ համար Սիրիայի արաբական հանրապետությունում, Եգիպտոսի արաբական հանրապետությունում։ Մի որոշ ժամանակ հետո, երբ որ իսրայելական ռազմաօդային ուժերը սկսեցին ջնջել ուղղակի սովետական արտադրության այս հակաօդային պաշտպանության համակարգերը, որով համալրված են Սիրիայի արաբական հանրապետության զինված ուժերը, Եգիպտոսի արաբական հանրապետության զինված ուժերը սկսեցին ջնջել, սովետական կողմը հետաքրքիր բան մտածեց, սկսեցին այդ մարտավարություն հատուկ հնարել, սկսեցին այդ ռադիոլոկացիոն կայանքները անջատել, հենց
կասկած կար կամ հասկանում էին, որ հակառադիոլոկացիոն կառավարող հրթիռը արձակվել, ռադիոլոկացիոն կանքերն անջատում էին եւ գլխիկը пассивная радиолокационная колокация կորցնում էր թիրախը, ռադիո աշխատող, սա ուղղորդվում է գործող ճառագայթող ռադիոլոկացիոն կայանքի ռադիոլոկացիոն ճառագայթի վրա, հենց ռադիոլոկացիոն կայանք անջատեցիր, սա թիրախը կորցնում է։ Թիրախ կորցնում է եւ ուղղորդումը բնականաբար խափանվում։ Ամերիկյան կողմը հետո ստեղծում է AGM-88A, AGM-88B, AGM-88C air-to-ground missile խարմ high-speed anti-radar missile, high-speed anti-radiation missile հակառադիոլոկացիոն կառավարություններ, որոնց մեջ դրված է բիսպլատֆորմ իներցիալ սիստեմա նավիգացիա, որը թույլ է տալիս կոորդինատները ֆիքսել միջև արձակումը։ X, Y, Z շրտա դալգետա վստահանadrովի մորը։ Հենց կոորդինատները ֆիքսես, եթե նույն արձակումից հետո, եթե նույնիսկ անջատում ես ռադար ռադիոլոկացիոն կանքը, ճառագայթում կորչում է։ Միևնույն է հիշած թիրախների վրա կոորդինատներն, ամեկը գնալու թիրախոց է։ Հնդկականի մեջ ավելի հետաքրքիր բան է դրած է շատ ամերիկյան կողմն էլ արդեն վաղուց ստեղծել նմանատիպ բաներ։ Հնդիկներն նույնիսկ ուշացել են, բայց ինչ որ է, հնդկական կողմն էլ է գեր ժամանակակից հակառադիոլոկացիոն կառավարություններ ստեղծել հնդկական արտադրության, այսինքն դու Su-30M-ները շատ տարբեր տիպի կառավարվող ճշգրիտ սպառազինություն են հրթիռային կիրառում։ Շատերը ռուսական արտադրություն, բայց դու ամեն ինչ չես կարող ստանալ, հատկապես ռուսական կողմից, հատկապես հիմա։ Բայց հնդկական կողմը, քանի որ արտադրում, դու կարող ես հնդկական կողմից ստանաս, այսա կարևոր դրվագ է, սա շատ կարևոր պահ է։ Իսկ հնդկական կողմը այսօր արտադրում է նույնիսկ գեր ժամանակակից հակառադիոլոկացիոն կառավարվող հրթիռներ Ռուդրամ 1 կամ նգարմ են ասում կամ Ռուդրամ 1, Ռուդրամ 1 նգարմ հակառադիոլոկացիոն կառավարվող հրթիռներն 150-200 կմ հեռավորություն ունեցող, որի մեջ դրված է пассивная радиолокационная колокация, դրված է արբանյական կառավարվող համակարգ, այսինքն ոչ թե իթարբերություն առաջին սրնդի, որի մեջ դրված իներցիալ բիս պլատֆորմ իներցիալ սիստեմա նավիգացիա, սա արբանյական համակարգն է, կոորդինատները ֆիքսում, այդ ռադիոլոկացիոն կանքն անջատես, արբանյական կառավարվող համակարգը թիրախ կարախոց է, պլյուս там дух режим двухсторонняя data link, այսինքն ռադիոլոկացիոն կառավարող հրթիռը Ռուդրամ 1-ը հնդկական արտադրության միշտ կորցանիչի հետ կապի մեջ է, եթե կորցանիչ համալրված է կոնտեյներում data link, որը թույլ է տալիս դահատու կոնտեյները, որը ռադիոկապ է հաստատում կառավարող հրթիռի հետ։ Եթե տենց կոնտեյներ ունես, հնդիկներն ունեն տենց կոնտեյներներ, հնդկական կողմը, որը կախվում է կորցանիչի տակ, դա կոչվում է data link կոնտեյներ двусторонней радиосвязи, որը տվյալ պարագայում ինչ ֆիքսում է հրթիռը կառավարվող, այդ ուղղումը, այդ ռադիոկապի միջոցով ուղարկում է օդաչուների խցիկ։ Օդաչուները տեսնում են ինչ է հրթիռը ֆիքսել եւ հակառակ կապն է գնում օդաչուի խցիկից ռադիոկապով գնում է հրահանգներ կառավարող հրթիռին։ Պետք է թիրախը փոխել եւ այլ ինչ որ խնդիր, եթե ինչ որ վերաուղղորդման խնդիրներ կան, մի խոսքով Ռուդրամ 1-երը շատ ժամանակակից հակառադիոլոկացիոն կառավարվող հրթիռ են, հնդկական արտադրության, այսինքն հնդիկները ոչ միայն կորցանիչներ են արտադրում։ Հնդկական կողմը արտադրում է շատ բազմապիսի ռազմամթերք, միսկա արսենալ։ Օթային կառավարվող հրթիռ, սա ինչի է կարևոր։ Դու պիտի կարևորագույն պահը լոգիստիկ տեսանկյունից, որ ոչ միայն կորցանիչը կարա սառնես։ Տարբեր պահեստամասերը հնդկական կողմն արտադրում Hindustan Aeronautical Limited հալ ընկերությունը, որը համարվում ամենահզոր ռազմաարդյունաբերության կազմակերպությունից մեկը Հնդկաստանի Հանրապետությունում, արտադրում է նույնիսկ տարբեր տիպի պահեստամասեր, ռազմամթերք եւ այլն, այսինքն դու երբ առնում ես կորցանիչը, երբ որ ինչ-որ մի կողմից զենք է սառում սպառազինություն, դու որոշ չափով նրանց կախման մեջ ես եղնում, այստեղ հարց կա, բառ ռազմամթերքը որտեղից կարա սառնես եւ այլն։ Սպառազինություն ձեռք բերելու համար 4 կարևոր խնդիր կա։ Առաջինը քաղաքականն է։ Լավ, ասենք ֆինանսականն է։ Ֆինանսը Հայաստանությունը ունի դե պայմանագիր կնքում է։ Երկրորդը քաղաքականն է։ Այդ սպառազինությունը, որ այդ երկրի ձեռք ես բերում, այդ երկրի հետ ինչ կա դիվանագիտական կապեր ունես։ Մեկ Հայաստանությունը, Հնդկաստանությունը ունի շատ լավ ռազմավարական կապեր, որովհետեւ Հնդկաստանի Հանրապետության ողերեմ ճշնամի Պակիստանի Իսլամական Հանրապետությունը այսօր զինում է ադրբեջանցիները, ադրբեջանցիական զինված ուժերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնում թուրքիացիական զինված ուժերի դեմ ճշնամի են ողերին։ Իսկ վրագ моего врага мой друг, не էսա։ Բացի դրանից Հնդկաստանի Հանրապետությունը չի վախենում, այսինքն դու պիտի նես դիվանագի, երբ որ ասում են քաղաքական բաղադրիչի մեջ մտնում է հետևյալը։
տվյալ երկրի դու կարող ունես լավ կապեր, բայց տվյալ երկրի կարող է չուզենա հարաբերություններ փչացնի քո հակառակորդների հետ, այսինքն ունենա լավ հարաբերություն Ադրբեջանի Թուրքիայության հետ։ Իսկ ես բացատրեցի, Հնդկաստանի Հանրապետությունը այդպես խնդիր չունի։ Դա կարևոր բան է, այսինքն քաղաքական առումով 100% ամեն ինչ լավ է։ Երրորդը լոգիստիկ խնդիրն է, սպառազինություն ձեռք բերեցիր։ Սպառազինությունը ո՞նց կարաս ներմուծես քո երկիր, մտցնես Հայաստանի Հանրապետություն։ Ես չեմ խորանա այդ թեմայի շուրջ։ Իրավունք չունեմ, չեմ գտնում եմ, որ չի կարող, պետք չի թեմայով խոսալ։ Բայց կարամ ասեմ, որ հնդկական սպառազինությունը կարողանում է մտնի Հայաստանի Հանրապետություն։ Լոգիստիկան դա թույլ է տալիս, թե ոնց հարցի այլ կողմն է։ Ստեղ էլ բախտը բերեց հայկան կողմի։ Չորրորդը տեխնիկական խնդիրն է։ Այդ սպառազինությունը որքանով է գործածելի քո զինված ուժերում, այսինքն սպառազինությունը, որ ձեռք բերեցիր Սու-30 ՄԿ-իները, Сухой Су-30 МԿ-ի մոդեռնիզեր կոմերցիոն ինդийский фланкерեջ հնդկական, որ ձեռք ես բերում։ Որքանով է տեխնիկապես հնարավոր ինտեգրել Հայաստանյան զինված ուժերի մեջ։ Նա օրինակ օթաչուն ու շտուրման օպերատորը չեն վերցնում, թռնում օթաչուները չեն օրինակ, ոչ։ Կորցանիչը որ ձեռք ես բերում, քաչոր սպառազինություն, քո տեխնիկները վերգետնա, նրան պիտի սպասարկում անցկացնեն, նրան պիտի սպասարկեն, ռեգլամենտային տեխնիկական обслуживание, եկա շատ բարդ գործ է։ Հայկական կողմի տեխնիկները ռազմաօթային ուժերը արդեն սովորել են Սու-30 SM-ների կիրառել, սպասարկել, իսկ Սու-30 SM-ների Սու-30 ՄԿ-իների պայուսնամասերի մեծ մասը նու բազային լրիվ նույնը, իսկ արդիականացվածի մեծ մասը լրիվ նույնն է, եւ զայմը, այսինքն կարծ փոխեցել։ Պայուսնամասերը կա տեխնիկական սպասարկումը արդեն սովորել են 19 թվից քանի տարի է անցել, ագին մարդիկ փորձ են ձեռք բերել։ Սա կարևոր դրվագ է, տեխնիկները կարող են սպասարկեն, կա որոշակի տեխնический арсенал է, կա техника эксплуатационная часть на авиабазе, որը թույլ է տալիս համալրված համապատասխան հարմարանքով սարքավորումներով, որը թույլ է տալիս սպասարկել Սու-30 SM-ները, որի 4 հատ Հայաստանից զինված ուժերն ունեն, այսինքն երբ որ դու Սու-30 ՄԿ-իները ձեռք ես բերում հնդկական, նա ինտեգրվում է Հայաստանից զինված ուժերի մեջ այս տեխնիկական բոլոր պարամետրերով։ Օթաչուները անգիր գիտեն այդ Սու-30 SM-ները։ Այո, հնդկական Սու-30 ՄԿ-իները ավելի ժամանակից են ունեն, որ բացատրեցի տարբեր նյուանսներ, որոնք օրինակ Սու-30 SM-ները չունեն, բայց շատ հեշտ դրանք հնարավոր է սովորել։ Եթե դու սմարթֆոն ես կիրառում, հիմա Samsung լինի, թե iPhone լինի, գլուխ կհանես։ Չնայած որտեղ տարբերություններ կան, բայց գլուխ կհանես։ Նույնն էլ է սա։ Այստեղ կարևոր դրվագ է։ Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ ապրիլյան 44 ապրիլյան եմ ասում, 44 օրը պատերազմի ժամանակ 20 թվականին 2020 թվականին ուներ որոշակի ռազմամթերք, դրա մասին մարդիկ չեն խոսում, շատերը չեն հասկանում, ինչի մասն է խոսքը գնում։ Շատերը խոսում են, դե հայկական կողմը սպառազինություն չուներ, որ ես կիրառել ՎՏՏ ռազմամթերք չունեին։ Կարող է ես իրավունք չունեմ ասեմ ուներ օտոտ հրթիռներ կառավարող մոտ հեռավորության միջնարարության թե ոչ Հայաստանում, ես իրավունք չունեմ ասեմ, ես չեմ ասում, ուներ չուներ, չեմ։ Բայց կան բաներ, որ պրիմիտիվ բարձա, որ բոլոր ունեին որոշակի բաներ, որ կարելի էր Սու-30 SM-ներից կիրառել։ Ինչ է դա նշանակում։ Հայկական կողմը ունի որոշակի ռազմամթերք, որը կիրառվում է երկար տարիներ, տասնամյակներ, այսինքն զինված ուժերի կողմից։ Օրինակ Հայաստանից զինված ուժերը, Հայաստանի զինված ուժերը ռազմաօթային ուժերը ունեն համանրված են Սուխոյ Սու-25 գրաչ, ավելի ճիշտ Սուխոյ Սու-25К մոդիֆիկացիան, К Սուխոյ Սու-25К գրաչ, изели Т-10, показано Фрокфут, բանը изели Т-8, Т-10 ասացի, изели Т-8, Սուխոյ Սու-25 գրաչ կամ Սուխոյ Սու-25К գրաչ, изели Т-8, 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 показано Фрокфут գրոիչները, միջձայնային գրոիչները, գրոային ինքնաթիռներ կամ գրոիչներ, շտուրմավիկ։ Այս շտուրմավիկներից հայկական կողմը վաղուց կիրառում է ոչ կառավարող ավիացիոն հրթիռներ եւ ավիառումբեր, ոչ կառավարվող։ Հիմի այս կորցանիչի, այս գրոիչի թևերի տակ կախվում է БД-3-25 балочный держатель կամ БДЗ-25 балочный держатель замковый 25 կամ նաև կարելի ասել БД-3-25 կամ БДЗ-25 балочный держатель замковый 25 балочный держатели։ Սրանց տակ կախվում է B8M1 բլոկը, ոչ կառավարվող հրթիռների։ Եվ ամեն բլոկը B8M1 это блок НАРВ, неуправляемых авиационных ракет, 20 зарядный, այսինքն 20 հատ ոչ կառավարող հրթիռ ապարունակում։ Կամ ռեակտիվ արկ, ավելի ճիշտ ավիացիոն ռեակտիվ արկ, կամ նույնիսկ неуправляемая ракетная станция или неуправляемая ракета, կոչվում է S8։ Տարբեր մոդիֆիկացիաներ ունի, շատ հրաշք բան է, ինչ առումով, այս ոչ կառավարող հրթիռը
NAR, New Problem Ракета S8, սրանից 20 հատ ամեն մեկի մեջ կիրառվում է, Su 37-ների տակ կարած կախես 4 հատ, ամեն մեկի բողակի բալոշին ձրժատիլն է փոխվում, Su 37-ների տակ կախվում է լիբը BD3 USK-A, լիբը BD3 USK-B բալոշինի ձրժատիլի, հիմա դե կործանիչն առել ես, հաստատ այդ բալոշին ձրժատիլին հետ պիտի առնես, Su 30 բլոկը գրոիչի ու Su 25-ի տակ ուրիշ բալոշին ձրժատիլներով է կախված, BD3 25, բայց Su 37-ների տակ կարելի է կախել BD3 USK-A կամ BD3 USK-B բալուչնի ձրժատիլը։ Սրանց տակ էլ կարելի է կախել B8 M1 բլոկները, ամեն բլոկը B8 M1։ 20 հատ ոչ կառավարող ավիացիոն հրթիռ կամ ավիացիոն ռեակտիվ արկա պարունակում։ 4 հատ բալուչնի ձրժատիլ 4 հատ բլոկա կախվում B8 M1։ Դե 4 հատ դա նշանակում է, որ 40 մի թևի տակ ունես, 40 մի թևի տակ ունես ընդհանուր 80 ոչ կառավարող авиацион հրթիռներ։ Հիմա սրանք տարբեր մարտագլխիկ ունեն։ Կա S8S, շատ եմ սիրում այս մոդիֆիկացիան, որը համալրված ամեն մեկը 2000 стреловидными поражающими элементами։ Ну, оперённые стреловидные поражающие элементы։ Ասեղի նման բաներ է, բայց խոշոր։ Оперённые стреловидные поражающие элементы։ Ամեն մեկի մարտագլխիկը որ բացվում է 2000 հատ հակառակորդի գլխին լցվում է Երևանը սтреловидный поражающий элемент, որը ունակա վերևից ոչ պաշտպանող հատվածը զրաբաճկոնի բանի շատ հեշտ ծակի, նույնիսկ այն հին սովետական կասկաները նույնիսկ ունակա ծախի ինքը ուղղակի կինետիկ էներգիայի շնորհիվ անգնելուց մեծ էներգիա հավաքում, իսկ իր ծայրը սուր է, ինչի շնորհիվ լավ ծակում է, նույնիսկ խրամատում հակառակորդի կենթանի ուժը սրանից չի պրկվում, ամեն մեկի մեջ 2000 հատ է, իսկ տվյալ իսկ ես ասացի 40 հատ կախվում է, մինչև 40 հատ Su 37-ի տակ կարաս կախես, նույնիսկ հնդկական Su 30 MK-ների տակ, դե 40 անգամ 2000, անտառներում հրաշալի աշխատում է հակառակորդի գլխին, այսինքն եթե դու ուզում ես այնպիսի զենք կիրառես, որ հրդեհ չառաջացնի, լրացուցիչ պապուչն էֆեկտ չառաջացնի եւ այլն, բաց տարածության մեջ կիրառում ես այս մարտագլխիկով ոչ կառավարության հրթիռները եւ հրաշալի թիրախավորիչ շահը, ինքը պայթուցիկ նյութ չի կիրառում, ինքը ստրելավին կինետический боеприпас։ Ոնց որ մի հատ հաստ մեղ ընկնի գլխիդ, բայց մեղ չի, բայց մեխանման բան է, բայց մեղ չի, դա оперённый стреловидный поражающий элемент։ Կա ուրիշ մոդիֆիկացիա, արդեն պայթուցիկ նյութով, S8DM, объемный դիտանի ռուշիա, որը շատ հզոր պայթյուն է առաջացնում, ամեն մեկի մարդը բավական հզոր է։ Կա S8BM, սա բետոնաբույն է, բայվաճ, որը ընդհանրակա շենքերի մեջ խորանա, у неё мощная утолщённая головная часть, рации контактно замедленного действия, այսինքն թիրախ խփելուց մի անգամ չի պայթում, եթե սպատնա ինքը թիրախ խփելուց մի անգամ չի պայթում, ինքը խորանում է մեջը նույն պայթում։ Շենքերի ոչ շացնելու համար հրաշալի է, то есть рации контактно замедленного действия, կամ ստորգետնյա ոչ շատ, то есть подземные защитные фортификационные сооружения неглубокого заложения։ Գետնի տակ էլ կարա շատ հանգից որոշակի ստորգետնյա թիրախներ խոցը, չի ասում խորը բունկերներ։ Неглубокого заложения, неглубокого։ Բայց շենքերի բենքեր հաշալի աշխատում է, շենքերը ոչ շացնելու համար, այսինքն շենքերը ամբողջությամբ կարճ ոչ շացնի, բայց շենքի մեջ որ մտնի, ներսում է պայթում։ Հիմա այս ավիացիոն այս բլոկներով ոչ կառավարող ավիացիոն հրթիռներ հնարավոր է համարել հենց ասենք հենց այսօր Su 37-ները գործի դրին։ Եվ դա հնարավոր է անել նաև 44 օրը պատերազմի ժամանակ։ Ուրիշ բան ասեմ, Su 37-ների թևի տակ, ոնց Su 30 MK-ների թևի տակ կարելի է կախել հենց նույն BD3 USK-A կամ BD3 USK-B բալուչնի ձրժատիլից, սրանց տակ կախել 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբեր, բազմապիսի ֆուգասային, բեկորաֆուգասային ավիացիոն ռումբեր։ Ինչպիսին են ամեն մեկը մինչև 1 հատ 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբ, մինչև 500 կիլոգրամանոց ամեն մեծ բալուչնի ձրժատիլը։ Ընկերներ, կխնդրեմ գրեք կապը նորմալ է, դուք իսկ նորմալ տեսնում եք, իմ ասածները լսվում է, որտեղ ես մի տեսակ անհանգստանում, ինձ թվում է, որ ես հենց այնպես խոսում եմ, ինձ ոչ մեկ չի տեսնում։ Ես ժամանակ ուտեղ էներգիա եմ ծախսում։ Ինձ կգրեք երևում է թե չէ։ Ես շնորհակալ կլինեմ, եթե գրեք հիմա ինձ եթերը երևում է, չի երևում։ Եթե չի երևում, այսօր իսկ քանով պրծեմ, եթե երևում է շարունակեմ, էլի։ Մի տեսակ ես անդադ ինձ թվում է, որ կապի հետ խնդիր կա։ Չգիտեմ, խի ես մտավախություն ինձ թվում է, այսինքն եմ խոսում։ Կխնդրեի որևէ մեկը արձագանքեք, երևում է թե չէ։ Եթե կապի հետ խնդիրներ կան, ես ուզում եմ շարունակեմ, բայց անդադ վախենում եմ, ինձ մոտ լսվում է, շնորհակալ եմ Հայկիր, իսկ պատկերը նորմալ է։ Եթե լսվում է, ես շարունակեմ։ Հիմա այս բալոշին ձրժատիլն, ոնց որ ասած, BD3 USK-A, BD3 USK-B։ Ամեն մեկը մինչև 500 կիլոգրամանոց ֆուգասային կամ բեկորաֆուգասային ավիացիոն ռումբ կարող կիրառել։ Օրինակի համար իմ շատ սիրելի F500 M54, F500 M62 ֆուգասային 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբերը, որոնք ունակեն եթե 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբ կիրառել, օրինակ,
Su-30 SM-ները ունակ են օրինակի համար մինչև 8 հատ 500 կիլոգրամանոց ավիառումբեր շատ հանգիստ գրել, այս մոդիֆիկացիա որ նշեցի, որտեղ կա մոդիֆիկացիա FA554, կա FA552, FA552 կարա մինչև 5 հատ բան նայություն 8 հատ կիրառի 8 հատ 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբ, եթե մի թաղամասի վրա անգնի շնորհակալ եմ Հայկի, եթե պատկերներ ալ նորմալ, ուրեմն ես իրոք գոհ եմ, հենց այն չի մեծ կան աշխատանքը։ Հնարավոր է սովորական ավիացիոն ռումբեր կիրառել, ոչ կառավարվող։ Ասեցի 500 կիլոգրամանոց FA562 ավիացիոն ռումբեր, ֆուգասն ավիացիոն բոմբա, весом 500 կг, մодификация M62։ Անեկը 500 կիլոգրամանոց է, այսինքն 8 հատ 500 կիլոգրամանոց ավիացիոն ռումբեր ֆուգասան, մի թաղամաս կարելի է ջնջել ուղղակի։ Բարձրակ շենքերով հատկապես, դա մի զորամաս կարելի է ջնջել ամբողջությամբ։ Նու վերգետնյա ենթակառուցվածքն է, որ հաստատ կարելի է ջնջել։ Այս կործանիչի տակ կարելի է կախել 32 հատ ոչ կառավարող OFAP 100-120 100 կիլոգրամոց ավիացիոն ռումբեր, 32 հատ։ Սրա տակ կարելի է կախել К500Л корректируемая авиационная бомба весом 500 кг с полуактивным лазерным системным наведения կառավարող ավիացիոն ռումբեր, բայց սրանց մեջ արդեն նյուանսներ կան։ Նախ ռուսական կողմը քիչ չի ծախի, ռուսական կողմի համար չի կարող հասցնել մարտադրի, հետո սրանց համար պետք է կոնտեյներ ունենաս լազերային ուղղորդման, այստեղ նյուանսները շատ են։ Դրա համար էս դրեցինք մի կողմ։ Շատ են, հիմա սաղ չեմ կարող թվարկեմ։ Կարաս 3 հատ ոչ կառավարող սովորական авиационный ռումբեր կիրառես, օրինակ FAP 1500 фугасная авиационная бомба, FAP 1500 М54 օրինակ ավիացիոն ռումբերը фугасная авиационная бомба весом 1500 кг, модификация М54։ Այսինքն 3 հատ 1500 կիլոգրամից ավիացիոն ռումբ կարես կիրառես։ Այսինքն բայց կան 100-500 կիլոգրամից ավիացիոն ռումբ Հայաստանում չկա, 500 կիլոգրամանոցները կան, որոնք 25-ից 6 կիրառվում են։ Դեմա այդ նույն ավիացիոն ռումբերը ուղղակի ուրիշ բալոշին դержатель, դա կարաս կախես Su-30 SM-ների տակ։ Դա կարելի է իրանել 44-րդ պատերազմի ժամանակ։ Նորից եմ ասում, ընդամենը տարբերությունները, որ եթե Su-25, на подштурмовиком сухой Su-25К, изделие Т-8, это Фрокфурт Крач, այս գրոիչ ինքնաթիռների տակ կախում ես նա BD-325 կամ BDZ-25 բալոշին դержателների տակ, Su-30 SM-ների մեջ ուղղակի տարբերությունները կա բալոշին դержателին Su-30 SM-ների համար էս վերսը, որ կոչվում BD-3OSK, կամ BD-3OSK-B երկու մոդիֆիկացիա, տարբեր մոդիֆիկացիաներ են։ Եվ թույլ է տալիս ամեն մեկի տակ կախել FAP օրինակի համար մինչև 500 կիլոգրամանոց ֆուգասային կամ բեկորա ֆուգասային ավիացիոն ռումբեր։ Հəl չեմ ասում շատ սիրելի կասետային ավիացիոն ռումբերը, որ կոչվում է RBK 500 разовая бомбовая кассета, RBK 500 օրինակի համար OAP 2,5 RT կամ OAP 2,5 RTM разовая бомбовая кассета весом 500 кг с осколочными авиационными бомбами весом 2,5 кг, որի մեջ լցված է 126 հատ բեկորային մարտական տար, это осколочный боевой элемент над поверхностью պատրաստի։ Մի հատ կասետային ավիառումբի մեջ դրված է 126 հատ խոցող մարտական տար, OAP 2,5 RT կամ OAP 2,5 RTM, это осколочная авиационная бомба над поверхностного подрыва, այսինքն ոչ թե հենց ցամաքի վրա պայթում գետնի վրա, այլ գետնից 1.5-2 մետր բարձրացավար ու 1.5 մետր բարձրացավար, ինչի շնորհիվ 360 աստիճանի մեջ մաքսիմալ խոցումը թիրախ է։ Հիմա 8 հատ նմանատիպ ավիառումբ կարաս կախես 8 անգամ 126 կատաստրոֆա, այսինքն մի քանի ֆուտբոլի դաշտ կարաս ծածկես բաց տարածություն կամ եթե նույնիսկ հակառակորդի կենթանուժը խրամատներում է վակոպախ խրամատներն էլ չեն փրկում, որտեվ հավանականությունը մեծ է, որ գոնե 1-2 հատը կընկնեն խրամատի մեջ կպայթեն։ Նյուանսները շատ։ Հիմա կարելի է կիրառել RBK 500 разовая бомбовая кассета весом 500 кг, RBK 500, например, PTAB կամ RBK 500 PTAB 1M разовая бомбовая кассета весом 500 кг с противотанковыми авиационными бомбами, PTAB կոչվում противотанковые авиационные бомбы։ Սրանցից մեջ 268 հատ կումուլյատիվ փոքրիկ ավիառումբեր են, то есть 268 հատ PTAB 1M противотанковая авиационная бомба 1M, один модернизированный PTAB 1M авиационный ռումբեր են կումուլյատիվ, այսինքն ամեն մեկը սրանցից եթե ընկավ 90 աստիճանակյան տակ վերևից հակառակորդի թեթև զրատանկային տեխնիկայի վրա, ինչպիսին են հետևակի մարտական մեքենաները, զրահապատ փոխադրիչները եւ այլն։ Նմանատիպ թեթև զրատանկային տեխնիկան շատ հանգիստ ոչ չհասնում է։ Ուրիշ մոդիֆիկացիա կա RBK 500-ու
ПТАП, ռազմաբոմբովая կասետը 600 կգ ունիֆիցիրованная, усовершенствованная ունիֆիցիրованная, սրա մեջ արդեն 352 հատադրվում, ՊՏԱՊ, պրոտոկոլացիոն բոմբա։ Ամենաբազմապիսի ռազմամթերքը կարելի է կախել, որ շատ հեշտ կարելի է կիրառել։ Մանավանդ սրանց մեջ այնպիսի երևում էլեկտրոնվիչլիցիա բանա տեղադրված, էլեկտրոնվիչլիցիա մաշին, որ թույլ է տալիս координацион она позволяет осуществить инерционную бомбардировку, инерционное бомбометание, այսինքն համապատասխան կոորդինատները մտցնես մեջը, եթե մեջը տեղադրված այսպես դա 4 гефест, счетно вычислительный прибор 24 гефест, նույնիսկ այս համակարգը եթե կա, շատ սրանց էր կարող չէ, չի տեղավորվում։ Բայց նմանատիպ համակարգը սրանց մեջ տեղադրված է, ինքը գիտի կորտանիչի կոորդինատները եւ գիտի թիրախի կոորդինատները։ Կոորդինատները մտցնում ես հենց համապատասխան բարձրության կախված է բարձրությունից եւ քո թռչքի արագությունից։ Համապատասխան բարձրությունը թռիչքը ինքը համապատասխան համակարգը ֆիքսում է, դե ֆիքսում արդեն ավիացիոն ռումբերը կարելի է արձակել, այսինքն եթե հեռավորությունից կարան թեխ հասնեն ավիացիոն ռումբերը։ Միանգամից ավիացիոն ռումբերն արձակում է սովորական ավիացիոն ռումբի արձակումը դառնում ավելի գետ ճշգրիտ զուտ այդ համակարգի շնորհիվ։ Նշեցի, ինչպիսի ավիացիոն ռումբեր կարելի է կիրառել, այսինքն ամեն մեկը իսկ սրանք նորից եմ ասում, հեշտ է հնարավոր ձեռք բերել եւ այլ շատ սրանցից որոշ նմուշներ սովորական ֆուգասային բեկորոֆուգասային ռումբեր ասած զիվատուժը վաղուց են արկա, այսինքն կարաս վերցնես միանգամից համալրես։ Այս առումով սա շատ կարեւոր է։ Բայց այստեղ կան մի քանի այլ հարցեր կարեւոր։ Որն է դրա։ Օրինակի համար հնդկական կողմը արտադրում է սեփական արտադրության օտոտ կառավարող հրթիռները միջին հեռավորության, մինչև 110 կիլոմետր հեռավորության, որը կոչվում է Astra MK1, Astra Mark1 օտոտ կառավարող հրթիռները։ Սրանք մինչև 10 հատ կարաս կախես տվյալ կործանիչի թևերի եւ ֆյուզելաժի տակ, под крыльевых узлах подвесок, под фюзеляжем, по схеме тандем, под гондолами двигателей, ընդհանուր 10 հատ։ Եվ պլյուս դրան կարաս եթե ունես 2 հատ էլ մոտ հեռավորության օտոտ կառավարող հրթիռները համալրես на консоль եւ узлах подвесок крыла на консоли крыла բայց վերադառնանք հնդկական արտադրության 10 հատ օտոտ կառավարող հրթիռները Astra MK1, Astra Mark1 կարաս կախես они оснащены активно резолюционной головкой самонаведения ինչի շնորհիվ միանգամից կարաս Su-30 SM-ներն ու Su-30 MK-ները հնդկական Կարան գրոհ են 4 հատ օթային թիրախ, 4 հատ հակառակորդի կործանիչ, բարձ ասեմ։ 10 հատ են։ 10 հատից 4-ը կարաս միաժամանակ արձակես։ Հեռահարությունը 110 կիլոմետր, բայց իրական իր էֆեկտիվությունը 80 կիլոմետր է։ Սա պետք է նշել, որովհետև հնդկա-պակիստանյան պատերազմը ցույց տվեց, որ սրանց իրական հեռահարությունը 80 կիլոմետր է։ Անձնագրի մեջ նշած է 110 կիլոմետր, բայց իր իրական հեռահարությունը 80 կիլոմետր է։ Եթե ճիշտ խոսանք։ Կարևորը ի՞նչն է։ Կարևորն այն է, որ այս աշխարհում մի քանի երկիր կա, որը արտադրում է օտոտ կառավարող հրթիռները։ Այն էլ միջին հեռավորության։ Մի քանի երկիր, որից մեկը Հնդկաստանի Հանրապետությունն է։ Այդտեղ բախտը հայկական կողմի չի բերեց։ Հնդկաստանի Հանրապետությունը արտադրում է օտոտ կառավարող հրթիռները միջին հեռավորության։ Արտադրում է սեփական արտադրության։ Սա կարևոր դրվագ է։ Անդր բաղադրիչներն են մեծ մասը հնդկական են բաղադրիչները, սա կարևոր դրվագ է։ Եվ այդ օտոտ կառավարող հրթիռները ինտեգրվում են թե հայկական հենց Հայաստանից զինվաճույժում արկա Su-30 SM-ների То есть они интегрируются в состав вооружения Sukhoi Su-30M flanker-սի որը կա Հայաստանյան զինվաճույժում։ Նաև ինտեգրվում են Su-30 MK-ների, որոնք պետք է հնդկական կողմից ձեռք բերես։ Այսինքն հայկական բախտը բերեց ինչքան էլ հայկական կողմի խնդիրներ ունա եւ այլ, Ռուսաստան դաշնային եւ այլ։ Մեկը հնդկական կողմից դու կարաս շատ հանգիստ անդադ սնուցես։ Կան օրինակի համար այսօր Ռուսաստանի դաշնության հետ Հայաստանից նույնիսկ Ադրբեջանցուն մեծ խնդիրներ եւ այնպիսի խնդիրներ, որը հարցականի տակ ադրում նրանց ռազմատեխնիկական համագործակցություն երկու երկրներ, ճիշտ է։ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանից ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնությունից Devska 58 Smerch համազարգային կրակի ռեակտիվ համակարգերը։ Սրանց ռեակտիվ արկերը արտադրվում է միայն Ռուսաստանի Դաշնությունում։ Հիմա ռեակտիվ արկերը ունեն սրոք գոդնեսի։ Հիմա եթե անցնի 15-20 տարի սրանց պիտանելիության ժամկետը լրացավ եւ կամ պատերազմ սկսեց մեծ ծավալով ինտենսիվությամբ սկսեցիր սրանք արձակել հակառակորդի վրա, չէ՞։ Հակառակորդի ուղղությամբ եւ քո արսենալը հետը դատարկվեց, դու պիտի սրանք նորը առնես, համալրես, որտեղ դու նորը չես արտադրում, դու տվյալ ռեակտիվ արկից արտադրում միայն Ռուսաստանի Դաշնությունը։ Շատ կարող է չինական արտադրության որոշ բաներ լինեն, բայց ամեն դեպքում ես դա չի անի, սուտկի ռուսական արտադրությանն է պետք է
Բայց ռուսական կողմը քեզ չի վաճառելու։ Հետևաբար դու լուրջ խնդրի առաջ ես կանգնած։ Ոնց համալրես քո հրթիռատանային զորքերը։ Հետև норից եմ ասում, այդ реактив կարգի համազարգային կարգի реактив համակարգերը, կոչվում է 958 смерч, БМ-30, боемашина 30, БМ-30, 952 Նշասի ՄԱԶ 543 սրանք կիրառում են 300 մմ-անոց ռուսական արտադրության ռեակտիվ արկեր։ Չկարենաց ռուսական դաշտություն ձեռք բերես։ Վերջ, կամ այդ գործարան օրինակ սպլավ գործարան եթե ուկրաինական կողմ ոչնչացրեց, իսկ դա շատ հավանական է։ Վերջացավ գնաց, ռուսական դաշտությունը ուզի է իր համար չի կարող արտադրի։ Հիմա ես տարական բան եմ ասում։ Համ ադրբեջանական կողմն է ուժելու, համ հայկական կողմն է ուժելու։ Ուրիշ բան ասեմ, երկու կողմերն էլ ձեռք են բերել ТОС-1 солнцепек, тяжелая огнеметная система, ТОС-1 солнцепек, համազարգային կրակի реактив համակարգին, это тяжелая огнеметная система, 220 մմ, 6 կմ հեռահարությամբ, որի համար արտադրվում է M10104 реактив արկերը, с головной частью M10104.01, ракетной частью M10104.02, 220 մմ-անոց։ Սրանից արտադրում մենակ ռուսական դաշնությունը։ Հենց ռուսական դաշնությունը մի բան եղավ չկարից առնեց կամ քո, ասենք, դիվանագիտական հարաբերություններ խզվեցին, ռազմատեխնիկական համագործակցություն դադարեց կամ ուկրաինական կողմ ռուսական ռազմավարության գործընթացները խոցեց ուշացին։ Վերջացավ գնաց։ Ոչ ադրբեջանական կողմ, ոչ հայկական կողմ չի սնուցվելու։ Այսինքն լուրջ լոգիստիկ խնդիր կա։ Հնդկաստանի Հանրապետությունը այս առումով, քանի որ կործանիչները հնդկական արտադրության նաև համալրված են Աստրայում կազին, Աստրա մարկազին օտոտ կառավարող հրթիռներով, այս խնդիրը այդտեղ լուծված այն առումով Հնդկաստանի Հանրապետությունը անդադ քեզ կարա մատակարարի եւ սնուցի, սա կարևոր դրվագ է։ Դրա համար ես առանձնակի շեշտում եմ օտոտ կառավարող հրթիռները բավական բարձր արդյունավետության, կոչվում Աստրայում կազին, Աստրա մարկազին 110 կիլոմետր հեռահարության Սակսինա радиолокационная головка самоведения. Если ժամանակակից միջին радиолокационная օտոթրթիռը պիտի լինի Սակսինա радиолокационная головка самоведения։ Առաջ եթե полуактивная радиолокационная головка самоведения, հիմա բոլորը Սակսինա радиолокационная головка самоведения։ Հնդկական կողմը դա արտադրում է, դա արդեն մեծ բան է։ Տարական բան։ Ուրիշ բան ասեմ, հակառակ մի զինատեսակ նշեմ, զինատեսակները շատ կարամ թվարկեմ, բայց все-таки արդեն ինչքան գիտեմ ժամը 2-ն է, եթե իմ ժամը ճիշտ է, չեմ չարաշահում, մի հատ շատ տակի զինատեսակ նշեմ, որի համար ուշ կսկնում է կոչվում է Smart Anti-Airfield Weapon, Smart Anti-Airfield Weapon, Smart Anti-Airfield Weapon։ Սա ունիկալ ավիառումբեր են հնդկական արտադրության։ Su-30 SM-ները հայկական, բանական ռուսական արտադրության, բայց հայկական Su-30 SM-ները այսինքն զինված ուժի մարկա։ Հնդկական Su-30 MK-ները կարան մի 20 հատ այս ռազմամթերքից կրեն։ Կոչվում է Smart Anti-Airfield Weapon։ Это планирующая высокоточная авиационная бомба։ Այս ավիառումբը ունի շարժիչ։ Նման, եթե ով հիշում է իմ կանխատեսումները, Ուկրաինան նմանատիպ սպառազինություն հենց ստացել էր, ընդ որում համ վերգետնյա տեղակայման հրթիռատանային զորքերի համար, համ բան, օթային տեղակայման, ռազմօթային ուժերի համար։ Ես ասել էի, որ ռուսական կողմ մեծ խնդիրներ է ունենալու։ Այդ եթերը կա, ես նույնիսկ բաժանորդ ունեմ, որ իմ եթերից այդ իմ խնդրանքով եթերը իմ ստորաբր YouTube-ում եթերը տևում է 3-ից 4 ժամ, դա իմ ստանդարտ եթերն է։ Բազմաթիվ բաներից եմ խոսում, ինքը վերցրել էր այդ հատվածը կտրել, ես այդ հատվածը կտրածել եմ դրել իմ ալիքում, ով ուզում մտեք նայեք, երբ որ Ուկրաինան ստացել էր GLSDB ground launch small diameter GLSDB ground launch small diameter bomb այս ունիկալ զինատեսակը, որը ներկայացնում է ռեակտիվ արկի վրա տեղակայված ոչ կառավարող ավիացիոն ռումբեր, որը Իսրայելի եւ Ամերիկայի մեծանագ ռազմաօթային ուժերն են կիրառում։ Դրանից բացի այս ավիառումբերը հիմարտագլխիկ համարում է GBU-39, Guided Bomb Unit 39 планирующая авиационная бомба։ Սրա հենց ավիացիոն տարբերակն էլ Ուկրաինան ստացել, Իսրայելը սուպեր կիրառեց այս վերջին պատերազմի ժամանակ Իրանի իսլամական որ խփեց, Ամերիկայի մեծանալներն է կիրառում, ֆանտաստիկ զենք է, կոչվում է GBU-39, Guided Bomb Unit 39 SDB Small Diameter Bomb։ Այս ավիառումբերը, այ կակրաս հնդկական կողմը որպես բան հիմք վերցրել են այս ավիառումբերը ամերիկյան արտադրության։ Այդ планирующая авиационная бомба, ինչա նշանակում, այս ավիառումբը ունի թևեր, բայց ունի հրթիռային շարժիչ։ Եթե մեծ արագության տակ բարձրությունից իրան բաց ես թողում, ինքը за счет его определений крыльев կարա շատ թրջի մեծ հեռավորություն հաղթահարի թիրախոցի մեծ հեռավորության վրա թույլ տալով չմտնել հակառակորդ հակաօթային հակարդրային պաշտպանության ռազմաօթային ուժերի գործման, այսպես ասենք, նրանց խոցման
дашт. Ինչ ասեմ, то есть поражает цель, не входя в зону действия по противовоздушной обороны противника. Ինչ նշանակում։ Ամերիկյան օրինակ ավիառումբերը, եթե 800-900 կմ ժամանակությամբ 10 կմ բարձրությունից արձակես, 100-110 կմ թռնում է։ Հնդկականը թռչում է 90-ից 100 կմ, նո, մինչև 100 կմ հնդկականը թռչում է, շարժիչ չունենալով։ Եթե 800-900 կմ ժամանակության տակ արձակես այս ավիառումբերը, գերճշգրիտ ավիացիոն ռումբեր են, ամերիկյանը բազմաֆունկցիոնալ է, տարբեր վերգետնյա անշարժ, ստորգետնյա անշարժ թիրախներ խոցելու համար։ Հնդկականին է էլի տվյա վերգետնյա թիրախներ, ավելի ճիշտ ստորգետնյա թիրախները խոցում, բայց հնդկականին է ուսկը սպեցիալիզիրованն է։ Ինչ է դա նշանակում։ Հայկական Su-30 SM-ները կամ Sukhoi Su-30 SM ֆլանկերսի или կամ հնդկական Su-30MK-ի մոդեռնիզիրը կոմերցիական ինդийский ֆլանկեր H կամ բազմաֆունկցիոնալ կորցանչ ռմբակոչները 20 հատ այս ավիառումբից կրում են պլանիրը բոմբա։ Եթե 800-900 կմ ժամանակության տակ 10 կմ բարձրից 10 կմ Su-30 SM-ը նորմալ բան է։ Արձակես 20 հատ։ Այս 20-ից ամեն մեկը թռչում է, խոցում է կոնկրետ ստորգետնյա թիրախ։ 20-ից ամեն մեկը բաժանվում է իրարից։ Այսինքն իրարից անկախ է արձակում, իրար միացածել չեն։ Սրանք իրարից անկախ կարաս արձակես։ 20-ից ամեն մեկը հաղթահարում է 90-ից 100 կմ կախված է բարձրությունից ու արագությունից։ Եթե ճիշտ արձակես, մինչև 100 կմ թռչում է։ 100 կմ հեռավորություն հաղթահարում է հեռավորություն, то есть она преодолевает 100 км. Это тактическая глубина, մարտավարական խորությունն է։ Եվ ստեղծված է հատուկ ստորգետնյա թիրախները ավելի կոնկրետ թռիչքուղիները խոցելու ոչնչացնելու հակառակորդի զինված ուժերի, ռազմաօդային ուժերի ավիաբազաները, ավիացիոնные բազы, թռիչքուղիները խոցելու համար է стեղծված։ Это այնտեղ կա рулевые дорожки, ВПП, взлетно-посадочные полосы։ Այս ավիացիոն ռումբերը համալրված են уникал մարտագլխիկով, они относительно толстостенные, бетонобойные, фугасные, проникающие. И взрыватель-контактный замедленного действия. Այսինքն սովորական ավիառումբը կպավ, պայթեց գետնին, սա կպավ, խորացավ, գետնի տակ պայթեց։ Взрыватель-контактный замедленного действия. Թռչում նորից եմ ասում 100 կիլոմետր։ Մի հատ կործանիչը, թե հայկական Su-30-ները, թե հնդկական Su-30MK-ները 20 հատ վերցնում են, то есть они берут на борт до 20 единиц. 20-ից ամեն մեկը խոցում է իր ինդիվիդուալ թիրախը։ Պրակտիկայի վրա մի ավիաբազա շարքից հանելու համար երևի մի 10, գիտեք, մի 10 հատ պետք է որ գարանտիրованно այդ ավիաբազան, ну 20 ավելի լավ ավիաբազան թռիչքուրների շարքից ոչնչացնելու համար, հանելու համար, թե ավիաբազան շարքից հանելու համար։ Մի 20 հատ պետք է, եթե դու մի ավիաբազան ոչնչացնելու համար։ Նույնիսկ սա ոչ թե հենց ավիաբազան, սա ավիաբազա այդ թռիչքուրներն է ոչնչացնում։ Ավիացիոն սրանք մխրճվող ավիացիոն ռումբեր են։ Գերճշգրիտ։ Հեսա ունիկալ ուղղորդման համակարգ ունեցող, ինչի շնորհիվ գիշերը թե ցերեկը, նույնիսկ բարդ մեteorологիական տվյալներում, то есть сложные погодно-климатические метеорологические условия, նույնիսկ ծխածածկույթի ժամանակ, ծխածածկույթի, то есть если даже есть там дымовая завеса, аэрозольная дымовая завеса, которая даже для тепловизоров, тепловизионных приборов не видно, аэрозольная дымовая завеса, սա մեկ աթիրախ գնում խոցում է, համապատասխան կոորդինատներով։ Хантер, то есть ВПП, взлетно-посадочные полосы и рулевые дорожки. Խոցելուց հետո ամեն մեկը որ պայթեց նրա մարտագլխիկի քաշը 80 կիլոգրամ ամեն մեկինը։ Գետնի տակ ամեն պայթյուն ավելի հզոր է, որտեղ ողջ պայթյունի հարվածային ալիքը կենտրոնացած է գետնի տակ ինչ պայթումը շատ ավելի հզոր է, քան գետնի վրա, որտեղ գետնի վրա հարվածային ալիքը ցրվում է պայթյունի հարվածային ալիքը։ Կազա գետնի տակ է պայթում, դրա համար ավելի հզոր է։ Պայթելուց առաջանում մի հսկա կրատեր, մի հսկա փոս է առաջանում կրատեր։ Ամեն մեկի պայթյունից, որը սարքելու համար նույնիսկ այնպեսի լավ մտածված թռիչքուղիներ ու ադրբեջանցի վաճառի ռազմաօդանների ավիաբազաների թռիչքուղիներն, որոնք ստեղծել են սովետական միության ոնց որ օրինակ Քյուրդամիրը ստեղծել են սովետական միության այնտեղ кубикообразные взлетно-посадочные полосы, այսինքն ոչ թե մի հատ ամբողջ ասֆալտ արած, այլ կուբիկներով է։ Եթե մեկը ոչնչացնի, մի քանի կուբիկ փոխեցին, տեղ հարցելուց։ Բայց մեկը սա պայթուն այնքան զոր է, որ բավական մեծ շարավիղ է,
Python իրականացում, այսինքն դուք այդ միջև այդ կուբիկները փոխեցիք, եկա խնդիրներ են, դա ժամանակ ագնալու միջև վերականգնես այդ ամեն ինչը։ Իսկ դա նորից եմ ասում, մեկի մարտակախիկն է 80 կիլոգրամ, դե 20 հատ եթե արձակես, տարբեր հատվածներում թրիչքուղիները խոցես եւ ռուլիվի դարոշկի ՎՊՊ взлётно посадочный полос հակառակորդի համար շատ մեծ խնդրեմ է, չէ՞ հակառակորդը պատերազմի ժամանակ այդ սաղ վերականգնի, իսկ ռազմաօդային ուժերը բոլոր պատերազմի ժամանակ ռազմաօդային ուժերը յուրահատուկ դեր են խաղում։ Հետախուզահարվածային ռազմական գործողություններ իրականացնելու համար պաշտպանիչ կամ հարձակվողական մեկը պետք է սա։ Ռազմաօդային ուժերը դա ամենակարևորը, իսկ եթե այդ պահին հակառակորդի ավիացիան օդում եղավ, կարողա չկայնա վայրեջ կատարի։ Ուրիշ բան է, եթե վարժված լինի, ոնց որ ադրբեջանական կողմը, չեմ կարծում նա ինչքան է վարժված, բայց եթե սովորական բանի վրա նկ ռուսական կողմը զորավարժություններ իրականացում սովորական ասֆալտային ճանապարհին վայրեջք էր կատարում, ռուսական տակտիկական ավիացիան մարտավարական ավիացիան սովորում են սովորական ճանապարհի վրա ոնց որ Սևանի տրասան, չնայած Սևանի տրասան աստված գիտի ասֆալտ ինչ վիճակում, բայց դե թույլ է տալիս վայրեջ կատարել։ Օրինակի համար ռուսները ստեղծել էին аэродром участок дороги, սովորական ճանապարհը, ոնց որ ենթադրենք Սևանի ճանապարհն է։ Մի հատվածը հատուկ կերպով են սարքում, որը ստեղծված է թույլ է տալիս ծայրահեղ դեպքում վայրեջ կատարի ռազմական օդանավերին եւ նույնիսկ հատուկ պլաշատկա կա սպասարկելու համար, տեխնիկական սպասարկում իրականացնելու եւ այլ, կոչվում է аэродром участок дороги։ Հիմա եթե հակառակորդը չունեցավ аэродром участок дороги, չունեցավ այդ բայ ռեզմոտ գտնվող ռեզերվային աերոդրոմներ, օդանավականներ, հակառակորդի ավիացիայի համար կաշմարալներ կարող ուղղակի բարելիք վերջանալ սկսեն ընկնել։ Եվ եթե դու թրիչքուղիները խոցում ես Թրիչքուղիները это ՎՊՊ взлётно посадочный полос ռուլիվի դարոշկի միջև վերականգնեն, դա ժամանակ է տևելու։ Իսկ նորից եմ ասում, մի հատը 130 SM-ներ է, 20 հատ կրում է։ Հայկական կողմը այսքան 430 SM-ներ է։ Դե 20 անգամ 4։ Ամեն մեկը թող 10 հատ մի ավիաբազայի ուղղությամբ արձակի։ Հեռահարությունը 100 կիլոմետր։ Այսինքն ցույց է տալիս սա արձակես չմտնելով հակառակորդի հակաօդային պաշտպան մեծամասամբ որոշ տիպի ադրբեջանի ածնիվացության դարտեր համալիրներ թույլ են տալիս մինչև 200 կիլոմետր թիրախ խոցել, բայց նրանք խորքում են գտնվում։ Խորքում են, հետեւաբար նրանց հեռավորությունը կտրուկ նվազում է։ Իսկ եթե հայկական կողմը սա արձակեց մի 50-ից 60 կիլոմետր հեռավորություն չմոտենալով մարտական շփման գծին, то есть նա без линии боевого соприкосновения, բավական մեծ խորհրդան վրա թույլ է տալիս հակառակորդի ռազմաօդային ուժերի թրիչքուղիները խոցել։ Սրանք ունեն ունիկալ համակարգեր, իներցիալ սիմոնավիզիոնի, իներցիոն կառավարող ուղղորդման համակարգեր, իներցիալ սիմոնավիզիոնի, որը համալրված է GNSS, Global Navigation Satellite System, արբանյակային կառավարող համակարգը, ինչպես է GPS, Global Positioning System կամ MIL-GPS, Military Global Positioning System, ռազմական GPS-ներով, կամ հնդկական արտադրության արբանյակային կառավարող համակարգերով։ Դրանից բացի կամ մոդիֆիկացիա, որը ունի կամ դնիվնոօպտический канал, օպտիկոէլեկտրոնный канал ոնց որ մեր աչքն է վիզիմ դիապազոնի մեկը կա она имеет инфракрасную головку самонаведения на ջերմատեսիլ դիապազոնում ջերմարցակիչ թիրախները խոցելու հայտնաբերելու համար, բայց եթե այս վերջի երկու համակարգերը էլեկտրոնապտիկ սիմոնավիզիոնի, ինֆրակրասիվ սիմոնավիզիոնի, որը դրանք մի կողմ, որ չնաստատալիս 3 մետր ճշգրտություն, այսինքն այս ավիացիոն ռումբի շրջանաձև հավանական շեղումը կրկնվող վրայտնի հատկանյացել 3 մետր 100 կիլոմետրի վրա։ Այդ էլ դրանք մի կողմ սովորական իներցիոն ուղղորդման համակարգը, որը համալրված արբանյակային կառավարող համակարգով տալիս է 7 մետր ճշգրտություն 100 կիլոմետրի վրա։ Այսինքն ավիացիոն ռումբի շրջանաձև հավանական շեղումը 7 մետր 100 կիլոմետրի վրա։ Այսինքն գերժամանակակից սպառազինություն, գերժամանակակից սպառազինություն, որը թույլ է տալիս ընդ որում այս ավիառումբերը դժվար են հայտնաբերում եւ խոցում հակառակորդի հակաօդային պաշտպանության կողմից։ Ռուսները ոչ միայն չեն կարողացել միջև այսօր ուկրաինական խոցել։ Ուրիշ բան է, թե ռեբ ռադիոէլեկտրոնի պայքարի համակարգին աշխատեն, կճնշեն արբանյակային կառավարող համակարգ ուղղորդման, իներցիոն ուղղորդման համակարգի ճշգրտությունը ավելի քիչ է, սա արդեն թիրախնելի կհասնի իներցիոն угортման համակարգի շուտ, то есть инерциальное симоноведение нечувствительно к средствам радиоэлектронного противодействия, радиоэлектронной борьбы РЭБ-ը իներցիոն համակարգի վրա չի աշխատում, իներցիոն ուղղորդման համակարգի վրա, բայց սրա ճշգրտությունը այնքան ինչքան արբանյակային է, հենց որ բայց մեկը հաշվի առնելով թրիչքուղի էս խոցում մեկը էլի հնարավոր է մոտորապես մի 15-20 մետր վրա կպայթի, բայց մեկը վնաս որոշ չափով կարող է հասցնել, այսինքն Сразу радиолокацион տեսանելիությունը շատ ցածր է, у него минимальный АПР, эффективность почти России, эффективность отражения, у него определение թևեր
это увеличивает его EPR, эффективность почты России, эффективность почты отражения, то есть редукցիոն զամիտ։ Բայց մեկը շատ քիչ է, դժվար է հայտնաբերել խոցել։ Իրական հայտնաբերել, եթե մի կերպ հայտնաբերես, կա sense հասկացողություն, ֆունկցիոնալная обстановка։ Ինչ է դա նշանակում։ Նստած ադրբեջանում հակառակորդ օպերատորը, հակօթային պաշտպանության զեն տերտրեն համակարգի կամ զեն տերտրեն համալիր, նստած էկրանի առաջ։ Այդ ռադիոլոկացիոն կանգնեց ինչ արտաբերում էկրանին, это функциональная обстановка։ Թրջուններն են թրջում հակառակորդի օթային հարձակար միջոցները, это все функциональная обстановка։ Плюс рэպն աշխատող ռադիոէլեկտրոն պայքար համակարգ, կեղծ թիրախներն արձակում, это сложная функциональная обстановка։ Այդ в условиях сложной функциональной обстановки մի հատ էլ հայտնաբերես ցածր տեսանելիության թիրախներ, սա կարող է չկարենաս տարբերես, եթե օպտնի հաշվարկ չի, տարբերես բանից ասենք, եթե փորձառու հաշվարկ չի, կարող նույնիսկ չտարբերես սորական թրջունից եւ այլն, չնայած արագությունով կարող այլ մի կերպ տարբերես։ Այսինքն խնդիրները, բայց հայտնաբերել հələ գործի կեսն է, չնայած հերովում չես կարող հայտնաբերես, մոտել հարց է, հայտնաբերես թե չէ, հայտնաբերեցիր, կարողացար տարանջատես, իդե նույնականացնես թրջուններից եւ այլից, օրինակի համար են բերում, մենակ թրջուններ չեն։ Բայց միևնույնն է, չես կարող գրոհես, այսինքն քո զենտային կառավարողությունները չես կարող արձակես, որովհետեւ զենտային կառավարողությունները, որպեսզի արձակվեն, у них есть sense հասկացություն գծում կա, минимальная EPR, эффективность почты России, эффективность отражения, այսինքն նրանք մինիմալ ռադիոլոկացիոն տեսանելիություն պիտի ունենան։ Ռադիոլոկացիոն կանգ ոնց աշխատում, հայտնաբերեց ոնց станция обнаружения цели։ Далее включаешь РП, радиолокатор подсветного видения, որ ուղղորդում է զենտային կառավարողությունները։ Հիմա սրանք ոնց են աշխատում, ռադիոլոկացիոն ճառագայթում են թիրախը, Թիրախից ինչքան ռադիոլոկացիոն ճառագայթ շատ արադարձավ, դրանով նրա EPR, эффективная почта России, эффективность отражения, շատ է, այսինքն ռադիոլոկացիոն տեսանելիությունը շատ է։ Եվ դա ընկալում է это захватывает полуактивно радиолокационное головка соединения с зенитных управляемых ракет։ Հիմա եթե սա քիչ է EPR, эффективность почта России, эффективность отражения, քիչ է ռադիոլոկացիոն ճառագայթ անդրադառնում քո թիրախից օթային։ Գլխիկները զենտային կառավարությունները կարող է չկարողանան ուղղորդվել։ Դրա համար մեկը հայտնաբերեցիլ զենտային կառավարությունը չկա կանալու արձակես։ Այսինքն նյուանսները շատ է։ Դրա համար այս զինատեսակը շատ կարևոր է, սա շատ եմ արժևորում։ Հնդկական արտադրության։ Ժողովուրդ, ես արդեն տևական երևի ժամից ավել է ու եթերում եմ, եթե չասեմ 1.5 ժամ, իսկ թվում է դեռ լավ է։ Գրեք, եթե հետաքրքիր է թե չէ, ես կարայի ավելի խորանամ, բայց չգիտեմ, հետաքրքիր է ձեզ թե չէ։ Ես շատ մտավախ եմ, չգիտեմ, կապը լավն էր թե չէ, ես հույսով եմ, որ վերջը այսքան չարչարանքս ջուր չի ընկնի, որտեղ ես չի պլանավորել ես, եթե ես բան գեր ծանրաբեռնված եմ, գեր, ես հազիվ ժամանակ եմ գտել եթեր մտնեմ, ուղղակի այս թեմային իմ բաժանորդներից մեկին խոստացել եմ մտնել, ինքը կարևոր թեմա է, ես գտա, որ ես պիտի այս թեմայով խոսեմ։ Գրեք, եթերը հետաքրքիր էր թե չէ, եթե նորմալ է պատկերը ձայնը կտարածեք ձեր սոցիալական կայքերում, ասենք պատիլիցը կլնեք, շնորհակալ կլնեմ, հարցեր կունենա կարող եք մեկնաբանության բաժնում գրել, անձնական համան, այսպես նամակով կարող եք գրել։ Շնորհակալ եմ Կարինե Բեկնազարյան, շնորհակալ եմ շատ, կունենաք հարցեր, կպատասխանեմ, հույսով եմ հետաքրքիր էր, հույսով եմ պատկերը լավն էր։ Բոլորիդ բարի գիշեր եմ մաղթում։ Շնորհակալ եմ, որ այսքան ժամ հատկացրիք ինձ նայեցիք իմ եթերը, բոլորին բարի գիշեր, շնորհակալ եմ բոլորին։